Գլուխ 73 Թե ինչպես կորածները փնտրում են կորածին։ Սկզբում, երբ իր կանչերի պատասխանը չէր լսվում, Շուշիկը կարծում էր, թե Աշոտը դիտավորյալ է լռել։ Ինձ վախեցնելու համար է սուսարել, վրեժ է հանում ինձանից։ Բայց հետզհետե ավելանում էր նրա անհանգստությունը և փոխվում երկյուղի։ Ուր կորան տղաները, Գագիկ, Հասո, հիմա ինչ անենք, Սարգիս, մենք էլ չմտնենք, թե սպասենք տղաներին։ Պակաս անհանգստացած չէր և Սարգիսը։ Ուրիշ դեպքում նա բութ հայացքով կնայեր աղջկան ու անդաբեր կասեր. «Իմ ինչ գործն է, ոնց գնաց, թող այդպես էլ ետ գա»։ Բայց շատ էր փոխվել Սարգիսը, սկսած այն օրից, երբ ընկերները իրենց բլուզները հանեցին, մեջը ձյուն լցրին, որ ցած-ցատկելիս ինքը չվնասվի։ Ինչպես կարելի է մոռանալ այդ դեպքը։ Սարգսի սրտում սկսել էր իր տեղը գրավել ընկերը։ Անշուշտ, այստեղ մասն ուներ նաև ահը այն բանից, որ ինքը կարող է մի դիպվածով նորից հասնել կործանման դուռը։ Ուրեմն, թիկուն կանգնիր ընկերոջդ, որ վաղն էլ նա քո թիկունքում կանգնի։ Այդ բանը վերջապես մեծ ուշացումով հասել էր նրա գիտակցությանը։ Եվ այդ գիտակցությունը մղեց նրան այնպիսի գործի, որին նա անցյալներում երբեք չէր ձեռնարկի։ Վառեց մարխի երկու ձող և Աշոտ կոչելով մտավ քարանձավը։ Աղաղակներով նա վանում էր իրենից երկյուղն ու առաջ գնում պատերին երերող լույսի տակ։ Թափթփված ոսկորների մեջ խարխափելով նրան հետևում էր Շուշիկը, որ իր հետ մարխի ձողեր էր վերցրել։ Սարգսի հետևից անձավի պատին երերալով առաջ էր գնում նրա երկար վիթխարի ստվերը, և ինքն էլ հենց մի ստվերի էր նման իր բարակ, երկայն հասակով։ Սա կարծես առաջվա Սարգիսը չի, ոնց է սրտոտացել, զարմանում էր Շուշիկը։ Բայց սրտոտությունը չէր Սարգսին առաջ մղողը, այլ լավությունը լավությամբ հատուցելու այն նոր զգացմունքը, որ կյանքում առաջին անգամ այցի էր եկել նրան։ Այնտեղ, ուր ներքնուղին ճյուղավորվում էր, Սարգիսը կանգ առավ երկընտրանքի առաջ, որ անցքով գնացած կլինի Աշոտը։ Հանգչում է, առ մարխը վառիր, լսվեց Շուշիկի ձայնը։ Մինչ Սարգիսը նոր ձող կվերցներ և կպահեր մարվող բոցի վրա, մարխը հանգավ և վայրկենապես խավարը շրջապատեց նրանց այնպես, որ իրար չէին տեսնում։ Սակայն նրանց աչքերը հետզհետե վարժվեցին մթին, խավարը նոսրացավ, վերածվեց աղջամուղջի։ Ետ գնանք, ահով շշնջաց Շուշիկը։ Երկուսի մեջ միակ տղամարդը լինելով, Սարգիսն զգաց, որ ինքը այդպես հեշտ չպիտի համաձայնի։ Առաջ գնանք, ահա այն կողմով, դեպի աջ։ Քանի մեր ընկերոջը չենք գտել, մենք այստեղից դուրս գալու իրավունք չունենք, հանդիսավոր արտասանեց նա և խարխափելով առաջ գնաց։ Հետզհետե մութը խտացավ այրի խորքում, և նրանք համոզվեցին, որ առանց ջահերի առաջ գնալը միտք չունի։ Բայց Սարգիսը ինչպես կանգ առներ, չէ՞ որ երկուսի մեջ ինքն էր տղամարդը և մանավանդ, որ քիչ առաջ հանդիսավոր խոստում էր տվել։ Սակայն հազիվ մի քանի քայլ էր արել, երբ մի ձայն նրան գամեց իր տեղում, կատվի մլավոց էր։ Ականջ դրին, իսկ մլավոց, որին հետևեց նույն կատվի մռմռոցը և ապա մկան ծվծվոցը։ Ինչ գործ ունի կատուն լեռան ընդերքում։ Շուշիկը բնազդաբար բռնել էր Սարգսի թևից, բայց զգաց, որ նա էլ է դողում։ Անձավի առաստաղից նորից մկան ծվծվոց լսվեց։ Վերև նայեցին։ Բայց մկան փոխարեն կլոր գլխով, կլոր աչքերով մի կատու տեսան, որի ֆոսֆորային հայացքը սառը շողում էր մթնշաղի մեջ։ Հայ, ահից գոռաց Սարգիսը, որին հետևեց մի զարմանալի բան։ Կատուն թև առավ և անձայն ու փափուկ թռիչքով սլացավ դեպի այրի ելքը։ Բույր, շշնջաց Սարգիսը ետ գնալով։ Այստեղ արդեն նրանք լուռ համաձայնության եկան և արագ վերադարձան իրենց եկած ճանապարհով։ Թվում էր, խավարի միջից ինչ-որ ոգիներ, թե արարածներ, ագահ հայացքներով հետևում են իրենց։ Դրսում նրանք ձողեր վերցրին, մեկական ձող էլ վառեցին, բայց նորից այն ահռելի անձավը մտնելու սիրտ չունեին։ Սակայն կարգն այն էր, որ Սարգիսը, որպես տղամարդ, հոխորտալով գոնե մի քանի քայլ անի դեպի անձավի մուտքը, որպեսզի Շուշիկը, որպես ավելի թուլակամ արարած, ճչա նրա հետևից և ետ պահի նրան իր վտանգավոր մտադրությունից։ Այդպես էլ արավ Սարգիսը, և Շուշիկն էլ ճիշտ այնպես վարվեց, ինչպես ենթադրում էր տղան։ Լավ չես անում, որ չես թողնում գնամ իմ կորած ընկերոջը փնտրելու, նախատեց Սարգիսը։
Ավելի լավ չի գնանք Հասոին ու Գագիկին իմաց տանք, ավելի լավ չի խմբով մտնելը այր։ Լավ, վերջապես համաձայնեց Սարգիսը եւ քայլեց դեպի Հովազաձորի կենտրոնի տափարակը, որտեղից ինչպես ձեռքի ափի մեջ երևում էին ձորը պատնեշող բոլոր ժայռերն ու ծեպերը։ Գագիկ, Հասո, գոչեց նա խաղողի այգու եզրից։ Կենի թփեր արմատական անող տղաները դադարեցին աշխատանքը։ Եկեք, Աշոտը գնացել է գազանի հետևից ու ետ չի եկել։ Եկեք, լալագին կանչեց Շուշիկը եւ նրա հաղորդած այդ գույժը մուրճի նման իջավ տղաների սրտերին։ Ինչպես թե ետ չի եկել, ուրեմն գազանը հոշոտել է իրենց ընկերոջը։ Քրտնաթոր, հևիհև նրանք հասան անձավի շեմքին եւ մարխի ձողերը վառելով անմիջապես ներս մտան։ Շուշիկ, ինչքան մարխ կա, բոլորը վերցրու։ Հազիվ հասցրեց ետ դառնալ եւ պատվիրել Գագիկը։ Կրակ կտրած հասան այրի խորքի ճամփաբաժնին եւ առանց տատանվելու գնացին աջ կողմի լայն գետնուղիով։ Պարզ չէր, որ ձախ կողմի խոնավ, մռայլ ու նեղ թունելով Աշոտը չէր գնա։ Այդ սկզբունքով ղեկավարվելով խումբը ամեն անգամ թունելի ճյուղավորման հանդիպելիս շարունակ ընտրեց ամենալայնը եւ ամենից հեշտ անցանելին։ Եվ քանի որ Աշոտը դեպի ձախ էր գնացել, իսկ խմբի ընտրած ուղին շարունակ դեպի աջ էր գնում, ուստի հասկանալի է, որ անհետաձածին փնտրողները գնալով հեռանում էին նրանից։ Ըստ երևույթին, նրանց ընտրած ուղին շարունակ գնում էր ժայռի աջ պատերի տակով, որովհետև տեղ-տեղ ժայռի պատրվածքներով ներս էր թափանցում դրսի լույսը եւ կարելի էր գնալ առանց ջահերի օգնության։ Միայն դժվարությունն այն էր, որ վերելք էր, ներքուղին շարունակ գնում էր դեպի վեր։ Աշոտ, ստեպ, գոչում էին նրանք, ականջ դնում եւ ապա առաջ գնում հուսախաբ։ Նեղ թունելից ընկան ստորերկրյա մի հոյակապ շենք, ընդարձակ եւ շատ բարձր առաստաղով մի քար այր էր դա, կարծես մարդու ձեռքով պատրաստած։ Գորշ որցաքարերը կարծես նախապես կտրել էին, առանձին տաշել հղկել եւ իրար վրա կանոնավոր շարել միջև առաստաղ։ Անկյուններից նույնպիսի սրբատաշ քարերով վեր էին ելնում անկյունավոր փառահեղ որմնասյուներ, որոնք վերևում կորանում էին, ծայրերը հասցնում իրար եւ քառակուսի մի գմբեթ առաջացնում։ Մեր պատանիները բերանները բաց նայում էին այդ ստորերկրյա ամրոցին եւ զարմանում, թե ով եւ ինչ նպատակով է ժայռերի խորքում հազարավոր քարեր հղկել, դրել իրար վրա, երբ առանց այդպիսի հսկայական ծախսերի էլ հարմար անձավներ շատ ունի այս ժայռը։ Ինչ իմանային անփորձ պատանիները, որ բնությունն ինքն է կառուցել անձեռակերտ այդ շենքը, եւ գմբեթն իր ուսերին պահող սյուները եւ կոկիկ պատերը կազմված էին բյուրեղացած բազալտից։ Իսկ ով բնության մեջ տեսել է բյուրեղացած բազալտե ժայռեր, բայց ծանոթ չի կյանքի այն էտապներին, որ անցնում է հրաբխային լավան, երկրի ընդերքից լուսաշխար դուրս գալուց հետո, միամտորեն պիտի կարծի, թե մարդն է տաշել ու իրար վրա կանոնավոր շարեր բազալտե որմները։ Բայց ոչ մի նշան չկա, որ այստեղ մարդ է ապրել, լռությունը խզեց Գագիկը, երբ լուսավոր անձավից նորից թունելն էին մտնում։ Ոնց չկա, լսում ես տնքոցները, գունատվելով շշնջաց Շուշիկը։ Իրոք, այրի վերին անկյունից հառաչանքներ լսվեցին եւ հիվանդագին տնքոցներ։ Երևի Աշոտն է, միանգամից անցավ բոլորի մտքով էլ։ Աշոտ, աղաղակեցին նրանք միաբերան, բայց պատասխան չստացան։ Հանկարծ նույն տեղից լսվեց երեխայի լացի ձայն։ Պատանիները սարսափով համակված մի պահ լուռ մնացին եւ նրանցից յուրաքանչյուրը լսում էր իր սրտի ուժգին զարկերը։ Երբ ճիչն ու լացը կրկնվեց, ավելի որոշակի դարձան տնքոցներն ու հառաչանքները, կարծես այրի անկյունում հիվանդ կին էր պառկած եւ նրա մոտ լալիս էր իր քաղցած երեխան։ Պատանիները ահաբեկված փախան իրենց առաջ բացված թունելով։ Երբ մի լայն տեղ կանգ առան եւ նայեցին իրար դեմքերի, բոլորն էլ գունատ էին ու հևում էին շնչակտուր, կարծես նրանց հալածել էին աներևույթ ոգիները։ Հասոն գրպանից հանել էր իր դանակը, բացել էր նրա լեզվակն ու առաջ մեկնած քրդերեն ինչ-որ բան էր մրմնջում, հավանաբար չարը խափանող աղոթք, որ լսել էր իր տատից։ Այն համոզումը, որ ձեռքին սուրբ պողպատ ունեցող մարդուն չարքերը չեն համարձակվում մոտենալ, սիրտ տվեց քուրդ պատանուն եւ նա, արդեն մի փոքր հանդարտված, ասաց. «Ետ գնանք, չվախենաք»։ «Հա, գուցե իսկապես հիվանդ կա, հարկավոր է օգնել», հաստատեց Գագիկը, որ կապտատ ու դողացող շրթունքները հազիվ էր շարժում։ «Իսկ երեխան, խեղճ»։ Եվ Շուշիկը, որքան էլ ահաբեկված էր, շուռ եկավ դեպի մեծ այրը,
Գուցե իսկապես պետք է ազատել մի մեռնող երեխայի, մտածում էր նա, եւ այդ միտքը ուժ տվեց նրանց, թե ինչ գործ ունեն մարդիկ այս ստորերկրյա աշխարհում, այդ առեղծվածը հետո կարելի էր պարզել, առայժմ հարկավոր էր օգնության հասնել, ամեն մեկն այսպես մտածելով իր մեջ, բոլորն էլ ետ դարձան, բորբոքեցին ջահերը, ոչ այնքան լուսավորելու, որքան ինքնապաշտպանության բնաստով եւ վախվխելով ու դանդաղ առաջ գնացին։ Հասոն մեկնել էր իր դանակը, որ սառը փողփողում էր ջահերի լույսից եւ դա սիրտ էր տալիս նրան։ Պսպղացող պողպատի առաջ էլ շեյթան կանգ կառնի։ Հենց այրը մտան, նորից հեծկլտոց լսվեց։ Ո՞վ եք, բարձր գոչեց Գագիկը, որ Աշոտի բացակայությամբ խմբի առաջնորդն էր համարում իրեն։ Ձայն հանեք, ով մարդիկ։ Պատասխան չկա։ Նրանք իրար սիրտ տալով ջահերը բարձր բռնած խուժեցին անձավը, գորգռացին, թնդացրին նրա կամարները, բայց ոչ մի տեղ, ոչ մի հիվանդ մարդ չերևաց եւ ոչ էլ երեխա։ Միայն բնական սյուներից մեկի քիվից երկու երկարական ջբու ցած ցատկեցին, անձամբ պտուտներ գործեցին գմբեթի տակ եւ դուրս թռան պատի վերև սպիտակին տվող մի ճեղքով։ Պատանիները խուզարկեցին այրի բոլոր անկյունները եւ զարմացած կանգ առան։ Թե մեզ էր թվում, ուսերը թոթովեց Շուշիկը։ Բոլորն էլ նույն ձայները լսեցինք, հարցրեց Գագիկը։ Նույնը ո՞րն է։ Հիվանդի տնքոցներ եւ երեխայի լաց։ Այո, այո։ Ուրեմն թվալու հարց չկա, հո բոլորս էլ նույն բանը չէր թվալու։ Եվ Գագիկը այդ առեղծվածից ուղեղը մթագնած գլխիկոր դուրս եկավ այրից։ Խումբը հետևեց նրան։ Ես չեմ նկարագրի այն տանջանքներն ու չարչարանքները, որ կրեցին մեր պատանիները ստորերկրյա ուղիների, անձավների ու խորշերի այդ մռայլ լաբիրինթոսում։ Միայն այն կասեմ, որ միտեղ վերջացավ քարաքոր թունելը, եւ նրանք հանկարծ դուրս եկան լույս աշխարհ, բարձրացան մի քարի, դիտեցին իրենց շրջակայքը։ Էս հո մեր ոչխարանոցն է, բացականչեց Հասոն։ Հրե, էն էլ թուխիկի Վագրենի գարը։ Իրոք, ժայռի ատամի հետևից փոքրիկ եղջյուրներով մի գլուխ գաղտագողի հետևում էր մարդարարածների շարժումներին։ Հոգնած եւ հուսախաբ պատանիները նստոտեցին քարերին եւ մտածում էին սևակնած սրտերով. ինչ անեին, ուր գնային։ Պարզ էր, որ նրանք չէին գնացել իրենց կորած ընկերոջ հետքերով, այլապես որևէ նշան կգտնեին։ Գուցե Աշոտը հենց այստեղով դուրս է եկել ու հիմի էլ նա է մեզ փնտրում, իր մեջ ծագած այդ մտքից ուրախացավ Սարգիսը։ Գնանք, կանչելով գնանք, ոգևորվեց Շուշիկը։ Նրանք դուրս եկան ժայռի գլուխը, ընթացան ոչխարանոցը հովազաձորի հետ կապող ապառաժե արահետով, մերթ ընդ մետ կանգ առան եւ Աշոտ, հեյ, Աշոտ գոչեցին, բայց նորից պատասխան չկար։ Հոգնած եւ հուսահատ իջան ճկնավորի այրը, աղոտ հույս ունենալով, որ Աշոտն օջախի մոտ քնած կլինի, բայց այրը դատարկ էր։ Անհետ կորավ իրենց հույսն ու ապավենը, ինչ պիտի անեին հիմա առանց իրենց փորձված ընկերոջ, եւ առհասարակ ինչպես հաշտվեին այդպիսի ծանր կորուստի հետ։ Շատ էին հոգնած, բայց դադար չունեին այն սոսկալի մտքից, որ Աշոտը կորել է անհետ, ուստի նորից դուրս ելան անձավից, հարկավոր էր գնալ որոնումները շարունակելու։ Բայց արդեն մռայլ երեկոն իջնում էր երկրի վրա, քրտնած ու հոգնած պատանիները դողում էին։ Ջահեր էլ չունենք, առանց ջահի գնալն իզուր է, տխուր ասաց Գագիկը։ Որոշեցին կենի թփերը բերել, գիշերը չորացնել օջախի մոտ եւ մյուս օրը մարխի շատ պաշար վերցնելով նորից մտնեն հովազի անձավը։ Հետքը պետք է գտնել, առանց հետք ընկնելու մենք իզուր այնքան գնացինք։ Գիշերը, երբ օջախի առաջ մարխ էին չորացնում, կարծիք հայտնեց Սարգիսը։ Չոր քարի վրա հետք կերևա, այդ թունելներում նույնիսկ հող չկա, փոշի չկա, որ գնացողը հետք թողնի իր հետևից։ Բոլորն էլ լուռ մտածում էին, աչքները հառած ոսկրտացող խարույկին եւ բոլորի սրտերն էլ նույն ցավով էին համակված։ Ախ, երևար իրենց ազիզ ընկերը այրի շեմքին, այլևս ոչ մի հոգս նրանք չէին ունենա աշխարհում։ Տարի թվաց այդ գիշերը մեր պատանիների համար։ Ախ, իմ ձեռքը կոտրվեր, ես նրա անունը չջնջեի, մրմնջում էր ինքն իրեն Շուշիկը։ Գլուխ 74 Թե ինչպես բնության մեջ հրաշք են թվում շատ հասարակ երևույթներ, երբ դրանց պատճառը չես իմանում։ Ուրեմն աշխարհում ավելի ծանր բաներ եղել են, քան հովազաձորում անզեն ու անսնունդ փակվելն է։ Իրենց նոր վշտի հանդեպ մեր տղաներին արդեն փոքրոքություն էր թվում առաջին օրերի իրենց խուճապը։
Հիմա ընկեր են կորցրել։ Ինչ սնունդ, ինչ բնակարան, ինչ ցուրտ, ինչ ոչնչանալու մտերիմ ընկերոջ կորուստի դիմաց։ Այն էլ այնպիսի ընկերոջ, ինչպիսին Աշոտն էր։ Տարիքով թեև նա մեծ չէր իրենցից, բայց առանց նրա կարծես խումբը որբացել էր։ Ոնց էի ամեն բանի համար կպչում սրտին, ոնց է երեսովը տալիս իր ամեն փոքր պակասությունը, ամբողջ հոգով զղջում էր Գագիկը։ Այստեղ լիներ, թող միչև լույս ճառեր, թող առավոտից միչև երեկո խրատներ կարդար, թող թեկուզ մեծամիտ լիներ։ Եվ զարմանալի բան, այժմ որքան մտածում էր, Գագիկը ոչ մի պակասություն չէր գտնում իր կորած ընկերոջ մեջ։ Շուշիկը իր ծնկները գրկած լուռ հեծկլտում էր, իսկ Հասոն երբեմն շշնջում էր հոգատարությամբ. «Խուշկ է Շուշիկ, քնիր, ուշ է»։ Բայց ում աչքին քուն կգար։ Ալեկոծված հոգին արթուն է մնում անհանգիստ ծովի նման։ Նույնիսկ Սարգիսը վշտից ու մտածմունքից այդ գիշեր աչք չփակեց։ Հաջորդ օրը առավոտյան ուռած կարմրած աչքերով նրանք կանգնել էին հովազի այրի առաջ եւ զբաղված էին կերոնները վառելով։ Դա նրանց գերության 40-րդ օրն էր։ «Սարգիս, լավ կլինի, որ դու եւ Շուշիկը կրակ անեք, մնաք այստեղ», խորհուրդ տվեց Գագիկը։ «Չէ, ես պարտք ունեմ Աշոտին տալու, ես անպայման պիտի գամ», անառարկելի վճռականությամբ պատասխանեց Սարգիսը։ Վսեմ զգացմունք էր ծնվում մարդու սրտում, կարող ես չհարգել։ Իսկ Շուշիկը ավելի լավ էր իր ընկերների հետ գնար դեպի անհայտություն, քան թե ահի ու ծանր սպասումի մեջ մնար անձավի շեմքին։ Նա շալակեց գոտիներով կապված ձողերի խուրձը եւ առաջ ընկավ։ Բայց երբ անձավի ներսում տեսավ մռայլ խոռոչները, նրան թվաց, թե դրանք հեքիաթային վիշապների ծուռումուռ երեխաներն են կամ անհայտ գազանների որջեր ու ետ ընկավ։ Տղաները, ջահերն իրենց գլխից վերև բարձր պահած, Աշոտ, հեյ կոչելով եւ այրի կամարները դմդմփացնելով առաջ անցան։ Երբ հասան մեզ ծանոթ ճամփաբաժնին, Գագիկն ասաց. «Երեկ մենք գնացինք դեպի աջ, այս մեծ թունելով։ Լավ կլինի, որ հիմա էլ ձախ կողմի նեղ թունելը նայենք»։ Ընկերները հավանություն տվին այդ առաջարկին, թեև նրանցից ոչ ոք համոզված չէր, թե Աշոտը կծռվի դեպի այդ գետնուղիները։ Ինչ իմանային, թե Շուշիկի խոսքը որքան ուժգին է կպել ինքնասեր տղայի հոգու լարերին։ Կուզեկուզ, երբեմն քարերին զառնվելով ու գաղտնի տնքալով նրանք գնում էին այդ ծուռումուռ անցքով եւ գետնին ու պատերին կյանքի նշաններ էին փնտրում։ «Սպասեցեք, հանճարեղ միտք», ձեռքը ճակատին խփելով գոչեց Գագիկը։ «Աշոտը մոռացել է պատերին նշաններ թողնի, բայց մարխը, որ այրվի վերջանա, վայր է գցելու, թե չէ»։ «Անպայման կգցի, որ սկսեց ձեռքը վառել կգցի»։ Մարխի մի ձողը 100 քայլից ավելի չի տանում։ Ուշադիր նայեցեք քարերի արանքները։ Գագիկի այդ հրահանգից հետո պատանիները գրեթե երկուտակված էին քայլում։ Վառ կերոններով նրանք լուսավորում էին ամեն մի ծակուծուկ եւ առաստաղից ժամանակի ընթացքում պոկ եկած ու ցած ընկած քարերի արանքները։ «Վերադառնանք, անցքը նեղանում է», հրահանգեց Գագիկը։ Բայց Սարգիսը այնպես էր տարվել պրպտումներով, այնպես սրտանց էր ուզում ինքը գտնել կորած ընկերոջ հետքը, որ անտեսեց այդ կարգադրությունը եւ գետնին խոնարհված առաջ էր գնում, կորած ասեղ փնտրողի նման։ «Ետ արի, Սարգիս»։ «Տաքացել է, հա», գովեց Հասոն։ «Մարդ է դառնում», շշնջաց Գագիկը եւ հենց բերանը բացեց, որ կրկնի իր կարգադրությունը, լսվեց Սարգսի ճիչը. «Գտել եմ, եկեք»։ Ընկերները կուզեկուզ առաջ վազեցին եւ տեսան նրա ձեռքին այրված հանգած ձողի մի մատնաչափ կտոր։ «Հետքը գտա, առաջ գնանք», ալեկոծված կրկնեց Սարգիսը։ Այնպես էր շառագոնել, այնպես էր ուրախացել, կարծես կորածին էր գտե։ Խումբը դուրս եկավ անորոշ վիճակից։ Հիմա ուղղությունը պարզ էր։ «Աշոտ, հեյ Աշոտ»։ Թունելը նեղացավ։ Այժմ սողալով էին գնում։ «Տեսեք, առանց վառել մի ձող գոտուց է ընկել։ Հասո, Շուշիկին չես օգնում, օգնում ես, կապոցը վերցրել ես, ապրես, դե հետևից ես կրնկակող եկեք, չվախենաք»։ Իրեն է սիրտ տալիս, անցավ Հասոյի մտքով։ Դե նա Գագիկին լավ էր ճանաչում, բայց սիրտ չկար նույնիսկ մտքում ծիծաղելու նրա վրա։ Այդպես ձայն տալով, իրար խրախուսելով, խումբը մտավ այն ամենանեղ անցքը, ուր նախորդ օրը խցկվել եւ սողեսող գնացել էր Աշոտը։ Բայց իսկապես, ուր մնաց Աշոտը։
Նախորդ օրը, երբ նա սողեսող անցավ այս թունելով և մի մեծ ու լուսավոր անձավ դուրս եկավ, ինչպես ընթերցողը հիշում է, մարդկային քրքիջ լսեց և կանգ առավ քարացած։ Սոսկումից նրա մազերը բիզ-բիզ կանգնեցին, ծնկները թուլացան։ Գուցե ծերությունից խելագարված ճգնավորն է։ Այս սոսկալի միտքն էր, որ առաջին վայրկյանից փայլատակեց նրա ուղեղում։ Շուռ եկավ, որ թունելով ետ գնա, բայց երկյուղ ուներ, որ նեղ անցքով սողալիս կարող են բռնել ոտքերից։ Այն ժամանակ անցքում կաշկանդված «դե եկ պաշտպանվիր»։ Իր դիմաց այրի մյուս պատի մեջ մի լայն թունել էր բացվում, որի ծայրը լուսավորված էր դրսի աշխարհից ինչ-որ ճեղքով ներթափանցած լույսով։ Ահա դեպի ուր պիտի գնալ։ Եվ աջ ձեռքով կացինը սպառնագին ճոճելով, ձախով վառվող ձողերը, նա գոռգռալով կտրեց անցավ անձավը, մտավ այն լայն թունելն ու վազեց դեպի լույսը։ Երբ ետ նայեց, ոչ ոք իրեն չէր հետապնդում։ Ձայն տվեց, աղմկեց, լուռ ու սրտատրոպ ականջ դրեց, ոչ մի պատասխան։ Մի փոքր խաղաղվեց, բայց երկյուղը պատել էր նրան, այնպիսի երկյուղ, որպիսին իր կյանքում երբևէ չէր զգացել։ Այդտեղ լուսավոր էր, եթե լուցկի ունենար, նույնիսկ ջահը կհանգցներ, բայց լույսը ներթափանցում էր շատ բարձրից, ժայռի մի նեղ ճեղքից։ Ախ, հնարավոր լիներ հասնել այդ ճեղքին և մեկ անգամ ևս նայել պայծառ աշխարհին։ Ոնց նա մինչև այդ չէր գնահատել արևի շլացուցիչ լույսը, որն աշխարհը դարձնում է այնպես բերկրալի։ Հարկավոր է վերադառնալ եկած ճամփով, դուրս գալ ստորերկրյա զնդանից, գնալ դեպի ազատաշխարհ հովազաձոր։ Այս մտքից տղան դառնությամբ ժպտաց, որքան համեմատական բան է եղել նեղոր հասկացողությունը։ Մինչ այդ հովազաձորը նրանք իրենց բանտն էին համարում, այ իսկական բանտը։ Մինչ այդ նրանք ձգտում էին հովազաձորից մի կերպ դուրս գալ ազատ աշխարհ։ Հիմա նրանց ազատ աշխարհը ինքը հովազաձորն է, իր մաքուր օդով, շքշքան քամիներով, լույսով ողողված շեկ ժայռերով։ Ինչ խղճով էին իրենք հովազաձորին բանտ կոչում, երբ աշխարհում այսպիսի ստորերկրյա դժոխքներ էլ են եղել։ Չէ, որքան տանջեց Շուշիկին հերիք է, ետ դեպի լույս աշխարհ։ Հիմա ինչքան են իրեն կարոտել։ Այդ մտքից նա երջանիկ ժպտաց և քայլեց դեպի ետ, բայց հեռվից նորից լսվեց նույն քրքիջը և տղայի վարդագույն երազները նորից վայրկենաբար հոտս ցնդեցին։ Ճամփան փակել էր խելագար ճգնավորը, իսկ ձեռքի մարխը այրվում վերջանում էր։ Մնում էր շարունակել ճամփան այն հույսով, որ մի որևէ տեղ ելք կգտնի դեպի լույս աշխարհ։ Ահա ինչպես Աշոտը մնաց փակված ստորերկրյա այդ զնդանում։ Նա բոլորովին չէր էլ կորցրել ճամփան, նա այնքան կողմնորոշում ուներ, որ անսխալ ետ կգնար ու չէր մոլորվի, թեև իր անցած թունելը տեղ-տեղ ճյուղավորումներ ուներ։ Բայց նրան պատած ահը չէր թողնում քայլել դեպի այն կողմ, որտեղից լսվել էին սարսռեցուցիչ քրքիջները, դեպի ետ այլևս ճանապարհ չկար։ Ջահը ձեռքին առաջ էր գնում վախվխելով, երբ աջ կողմը մի մռայլ ու ընդարձակ հայելի ցոլցլած, լճացած ջուր էր, որ սև պատերի տակ մեկնվել էր սև վիշապի նման։ Տղան փշաքաղված ետ գնաց, բայց հետևում էլ իր կարծեցյալ խելագարն էր։ Ստիպված առաջ եկավ, ջրերը լուսավորեց և մնաց քարացած։ Այդտեղ վերջանում էր ստորերկրյա ուղին, այլևս վերջ։ Մի քանի քայլ ետ գնաց, մի հարմար խորշ գտավ և պատսպարվեց նրա մեջ։ Ցուրտ չէր այդտեղ, բայց այնպես երկյուղալի էր, այնպես խորհրդավոր, որ հասուն ու սրտոտ տղամարդ անգամ չէր դիմանա։ Ասենք չդիմանար, ինչ պիտի աներ։ Դուրս եկավ իր խոշից, վախվխելով ետ գնաց, հասավ վերևից լույս ստացող այրին և տեսավ, որ այնտեղ ևս աղջամուղջն է թանձրանում։ Հասկացավ, որ օրը մթնում է ու սկսեց աղիողորմ գոռալ։ Կխելագարվեր, եթե օգնության չկանչեր իր գիտակցությանը։ Թափահարեց իրեն, քաջալերեց, ամոթանքի խոսքեր շպրտեց իր հասցեին։ Գլխակ չկա՞ գլխիդ, բարձրաձայն հարցրեց իրեն, և ինչ վախենալու բան կա, մտածում էր նա։ Մի բան հաստատ գիտի, որ ոչ մի տեղ, նույնիսկ այդպիսի ստորերկրյա մռայլ աշխարհներում սատանաներ ու դևեր չկան։ Հետո, որպես որսորդի որդի, նա համոզված էր, որ ոչ մի գազան չի հասնի այդտեղ։ Էլ ինչ է մնում, վախենալու ինչ կա։ Եթե նույնիսկ մի խելագար ծերուկ կա այդտեղ, դարսեր սարսափելի չէ, քանի որ ինքը զինված է կրակով ու կացնով։ Չէ, դատարկ բան է, պիտի ետ գնալ, ամեն խելագար հո մարդու վրա չի հարձակվում։ Այսպես իրան սրտապնդում էր Աշոտը, երբ ահով նկատեց, որ ինքն այլևս մարխի պաշար չունի, գոտու տակից ձողերը թափվել էին ճամփին, թե վառվել վերջացել էր։
Ահա այստեղ ահն ու հուսահատությունը միասին պատեցին նրան։ Թևաթափ ու թուլացած նստեց քարին։ Երկար մտածեց այդ դիրքով եւ վճռեց գիշերել այդտեղ եւ հաջորդ օրը ցերեկով ետ գնալ եկած ճամփով։ Ցերեկը նրանով էր լավ, որ տեղ-տեղ դրսի ժայռի ճեղքով ներս էր թափանցում եւ գետնուղու ամենամութ տեղից անգամ հեռվում մի ինչ-որ տեղ լույս էր երևում։ Իսկ լույսը սիրտ է տալիս մարդուս, լույսը կյանք է եւ հույս։ Ետ գնաց դեպի թունելի ծայրը, մտավ իրեն ծանոթ չոր խորշը եւ կուչ եկավ այնտեղ, կացինը ձեռքին պատրաստ պահած։ Վերջին մախն արդեն հանգել էր, մնացել էր առանց կրակի ու լույսի։ Այնպես խավար էր տիրում, որ եթե մեկը դիմացից մատը մեկներ ու աչքը խոթեր, չէր նկատի։ Ինչ որ տեղից ջուրը ծլթում էր ջրափոսի մեջ, միալար ու տաղտուկ, ծլթ։ Չնայած իր կրած սարսափներին, թե հենց դրա շնորհիվ այդ միալար ու քնաբեր ծլթոցից նրա կոպերը հետզհետե տանրացան եւ քիչ հետո արդեն մուշ քնած էր։ Եվ լավ էր, որ քնեց, այլապես այդ սոսկալի զնդանում սիրտ կդիմանար։ Շատ էր հոգնած, թե իր մեծ ապրումներից թուլացել էր, Աշոտը երկար քնեց։ Մղձավանջային էր այդ քունը, լի սարսափելի երազներով։ Երբեմն ճչում էր, վեր թռչում, բայց լրիվ չարթնացած նորից քուն էր մտնում ծանր հեվքով։ Դրսի սառնամանիքից պաշտպանված բնական այդ խոր նկուղներում տաք էր, եւ գուցե պատճառներից մեկն էլ այդ էր, որ տղան երկար քնեց։ Ինչ որ խրշտյունից Աշոտն արթնացավ եւ կացինը վեր բարձրացնելով գնաթաթախ գոռաց. «Հեռու, թե չէ գանգդ կփշրեմ»։ Բայց պարզվեց, որ դիմացը փշրելու գանգ չկա։ Իր ձայնից լիովին արթնացավ, հասկացավ, թե ուր է եւ նորից սոսկումը պատեց նրան։ Վեր կացավ, որ լվացվի, բայց իր դիմաց մեկնված ջրերն այնպես մռայլ ու հարկու էին, որ սիրտ չարավ ձեռքը մեկնել նրանց։ Հեռվում լույս էր երևում, եւ նա գիտեր, թե ինչ լույս է դա։ Անհաստատ ու վարանոտ քայլերով գնաց հասավ այն անձավը, որը վերևից լույս էր ստանում, եւ որոշեց, որ արդեն արևը պետք է բավական բարձրացած լինի։ Այստեղ նա հետզհետե խաղաղվեց։ Հիմի սրտաճաք եղան իմ ընկերները, հիմի Շուշիկը լաց է լինում, զգացված մտածում էր նա եւ խղճի խայթ էր զգում իր արարքի համար։ Բայց զարմանալի բան, այն միտքը, թե հիմա Շուշիկը լաց է լինում իր համար, կարծես նույնիսկ ուրախացրեց նրան։ Թող սիրտը փափկի, եսասիրաբար մտածեց նա եւ նույնիսկ ժպտաց այդ մտքից։ Կարծես հեռավոր հուշ էին դարձել իր համար ընկերները։ Ջերմությամբ էր հիշում Շուշիկի շեկ ու դալուկ դեմքը, որի վրա մի քանի պեպերներ կային, կարծես արևով լցված խաժ աչքերը, վիզը քնքշորեն ծռած եւ մեղմ ժպտալիս։ Ներքևից վեր մարդու նայելիս Շուշիկի աչքերը մի փոքր շեղ էին դառնում, եւ այդ նայվածքը առանձնապես դուր էր գալիս Աշոտին։ Այժմ, երբ աչքը խփում էր, շոյանքով լի այդ խումար հայացքն էր հիշում։ «Գնամ, մեղքեն», բարձրաձայն վճռեց պատանին։ «Հետաքրքիր է, ինչ բանի է իմ խելագար ճգնավորը»։ Իրեն քաջալերելով, «Բա դու տղամարդ չես տո»։ Նա դեռ մի քանի քայլ չէր արել դեպի այն այրը, որտեղից երեկ լսվեց այն տարօրինակ քրքիջը, երբ վերևի ճեղքի մոտ մի ուրվական երևաց ու մեկը ռուսերեն ասաց. «Սպլու, քնում եմ», ասաց ու վերջում էլ բարձր ծղրտաց։ Տղան ահաբեկված ետ գնաց, շտապելուց ոտքը քարին առավ, փռվեց գետնին եւ դեմքը կախեց ինչ-որ ստորերկրյա ճեղքի վրա, որից սուր ածխահոտ էր գալիս։ Այդ հոտից նրա գլուխն այնպես ծանրացավ, որ չէր կարողանում վեր բարձրացնել։ Ուժ գործադրեց, վեր կացավ, երերաց տեղում եւ քարե բնական թախտին նստելով ծանրացած գլուխը հենեց ժայռին։ Այնուհետև ամեն ինչ հետզհետե անցավ մոռացության գիրկը։ Տղան անզգայացել էր։ Այդ ժամանակ Աշոտին որոնող խումբը արդեն դուրս էր եկել ամենանեղ թունելից եւ կորած ընկերոջից մնացած նշաններ էր որոնում ընդարձակ քարայրում։ Վերևում աղջամուղջի մեջ մի զույգ աչքեր երևացին եւ լսվեց խռպոտ սուլոց։ Պատանիները ահով ետ գնացին։ Միայն Հասոն էր անվրդով ժպտում։ «Բվեճ է, մի վախենաք», ասաց նա եւ մի քար նետեց թռչունին։ Բվեճը իր փափուկ թևերն անաղմուկ շարժեց եւ անհետացավ մեծ թունելի մեջ։ Այդ թունելը խմբին դուրս բերեց այն լուսավոր այրը, ուր Աշոտն այդ առավոտ ծղրտոց լսեց եւ ռուսի կանչը, թե սպլու։ Այրի առաստաղին մի մութ անկյունում սև կետեր էին երևում։ «Գագիկ, վառեք ներդ», գոչեց Հասոն առաստաղից կախված չղջիկների գաղութը ցույց տալով։ Նրա ձայնից մի քանի փոքրիկ բվեր արթնացան ու դուրս թռան ժայռի ճեղքից։ «Վառեք ներես»։
նրանց հոգուն մատաղ։ Տղան իր սովորության համաձայն ցանկացավ կատակել, բայց սիրտը ճմլվում էր։ «Ախ, Աշոտը գտնվեր», մտածեց նա և նորից մռայլվեց։ Այդ քարայրից մինչև ջրափոսը հեռու չէր։ Երբ գաղջ և ծուռումուռ գետնուղով առաջ գնացին մի քանի տասնյակ քայլ, ջահերի լույսի տակ մի մարդ երևաց, որ նստել էր քարե թախտի վրա ու գլուխը հենել ապառաժե պատին։ «Աշոտը», ճչաց Շուշիկը և տեսնելով, որ տղան չի շարժվում, թուլացած նստեց տեղում։ «Աշոտ, Աշոտ», թափահարում էին ընկերները, քաշքշում, տղան կենդանության ոչ մի նշան չէր ցույց տալիս։ «Հասո, տանենք էն լույս տեղը»։ Եվ Գագիկը շալակեց ընկերոջ անկենդան մարմինը ու տարավ դրեց լուսավոր այրում։ «Շուշիկն ուշաթափվել է, Շուշիկը», հետևից լսվեց Սարգսի խուճապահար ձայնը։ Հասոն ետ վազեց և ձեռքի վառվող ձողը ցած մեկնեց, որ աղջկա դեմքը լուսավորի, սակայն բոցն իսկույն հանգավ։ «Դեսը տուր»։ Նա խլեց Սարգսի ձեռից ջահը, բայց սա ևս ճեղքին մոտեցնելուն պես հանգավ։ Տղաները կռանալիս ծանր ածխահոտ էին առնում, որից պտտվում էին նրանց գլուխները, շունչները բռնվում էր։ Չըմբռնեցին ինչ երևույթ է դա, բայց Շուշիկին վերցրին ու տարան լուսավոր այրը։ Գագիկի սև աչքերը այրվում էին ներքին բերկրանքից։ «Շնչում է», աչքով անելով ակնարկեց նա գետնին պառկած ընկերոջ կողմը։ «Իսկապե՞ս, կենդանի՞ է», ճչաց նոր ուշքի եկած աղջիկը։ «Սպասիր, ես դրան արթնացնեմ»։ Եվ Գագիկը սկսեց քաշքշել Աշոտի ականջներն ու ապտակներ հասցնել թշերին։ «Ի՞նչ ես անում, անխիղճ», ճչաց Շուշիկը նրա թևը բռնելով, ապա իր փոքրիկ ձեռքը դրեց Աշոտի ճերմակ ու լայն ճակատին։ Ստացած ապտակներից թե այդ թպումից տղան աչքերը բացեց, խոժոռ ու անիմաստ հայացքով նայեց աղջկա դալուկ դեմքին և նորից կոպերը փակեց։ «Ես եմ, Աշոտ, ես եմ, Շուշիկը», նրա ուսը թափահարում և մեղմությամբ ասում էր աղջիկը։ Պատանին աչքերը բացեց, դժվարությամբ վրա նստեց ու շփոթված հարցրեց. «Որտե՞ղ եմ»։ «Վառեկներիս մոտ ես, մի վեր նայիր»։ «Վերև»։ «Չէ, գլուխս ցավում է, ձեզ գտել եմ, հո երազ չի»։ «Երազ չի, բա ինչ է, սրանից էլ քաղցր երազ», զգացված ասաց Գագիկը և իր արցունքները չմատնելու համար շուռ եկավ։ Նա լուռ լալիս էր։ Այդ դեպքից մի ժամ չանցած խումբն արդեն բոլորել էր թեժ խարույկի շուրջը և խաղաղ զրուցում էր։ Աշոտը նայում էր արևից Հուրհրատին տվող շեկ ժայռերին, նայում էր մշուշի թեթև շղարշով պատված Արարատին և սիրտը լցվում էր բերկրանքից։ Ինչ պայծառ, ինչ լավ է եղել աշխարհը։ Հիմի որ լճավանցի կամոյին հասար։ Խաժ աչքերը չարաճճիորեն փայլեցնելով ասում էր Շուշիկը և ընկերներին գաղտնի աչքով անում։ «Կամոյ անունը մի տա, թե չէ հիմի էլ վեր կկենա, կգնա դեպի մութ աշխարհները»։ «Իսկապես որ մութ աշխարհներ», հոգնած ու մեղմ ասում էր Աշոտը, կարծես հեռավոր հուշ էր այն, ինչ պատահել էր իրեն այդ առավոտ։ Ուրեմն ավելի աներանելի վիճակ է եղել, քան Հովազաձորում փակված ապրելն է։ Այն, ինչ տեսավ և ապրեց Աշոտը ստորերկրային աշխարհում, դրանից հետո Հովազաձորը երկրային դրախտի հմայք էր ստացել իր աչքին։ Նորից ու նորից նայում էր սիրահարվածի աչքերով դեպի ամպերը բարտբարտվող ապառաժներին, ժայռերին թառած արծիվներին և հոգին ճախրում էր ուրախությունից։ Ինքը նորից այս ազատ ու հմայքով լի աշխարհումս է, իր հավատարիմ ընկերների հետ։ Բայց ինչ սարսափելի էր, գիտեք, խոստովանվում եմ, որ սիրտս ահ էր ընկել, ասաց նա ցրված։ Թովիչ ժպիտ ուներ հիմա Աշոտը, հայացքը դարձել էր մեղմ ու բարի։ Այսպես ավելի դուրեկան է, չեմ սիրում, երբ գոռում է ու հրամայում, մտածում էր Շուշիկը, պատանու սիրալիր ու քնքուշ հայացքին հանդիպելով։ Ինչու ետ չէիր գալիս, ճամփեն կորցրել էիր, հարցրեց Սարգիսը, որ կյանքում առաջին անգամ սիրով ու համակրանքով էր նայում իր երբեմնի հակառակորդին։ Իսկ Հասոն քիչ հեռու նստած լսում էր ընկերների զրույցը և խաղաղ մի ժպիտ էր հանգչում նրա թուղթ դեմքին։ Ուզում էի ետ գալ, բայց ճգնավորը փակել էր ճամփես, ժպտալով պատասխանեց Աշոտը։ Ո՞ր ճգնավորը, մեր տանտե՞րը, անհանգստացավ Շուշիկը և նրա չալ աչքերում վախ երևաց։ Այո, մեր տանտերը, երևի մենակությունից խելքը թռցրել է, քրքջում էր լուսավոր այրում։ Դու աչքովդ իրեն տեսա՞ր, մեջ մտավ Հասոն, որ քիչ չէր ահաբեկված այդ լուրից։ Չտեսա, միայն ձայնն էի լսում։ Հասոն ներողամտորեն ժպտաց։ Բվեճ է եղել, հանգիստ ասաց նա և գնաց խարույկի համար փայտ բերելու։ Այ քեզ բան, բվեճն էլ է մարդու նման ծիծաղում։ Հա, Հասոն մի բվեճ թռցրեց ասածդ այրից, հաստատեց Շուշիկը։
Աշոտը մնացել էր կարկամած։ «Հը, ինչու ես ապշել», ծիծաղելով հարցրեց Գագիկը։ «Ախր այդ քրքիջը ինձ շատ է վախեցրել», գողունի Շուշիկին նայելով խոստովանեց տղան և շիկնեց իր խոստովանությունից։ «Չէ, Հասուն սխալվում է, մարդիկ կային այդ խոռոչում, մեկը նույնիսկ ռուսերեն պարզ ասում էր. «Քնում եմ, սպլու, սպլու»։ Հասուն փայտերը դրեց կրակին և լուռ ծիծաղում էր, որից նրա սև դեմքին ճերմակին էին տալիս բացված ատամներն ու աչքերի սպիտակուցը։ «Դա էլ է բու եղել», հանգիստ ասաց նա։ «Հանդերում այնքան եմ լսել։ Առաջ ես էլ էի վախենում, կարծում էի, թե շեյթաններ են, ծիծաղում են վրաս, շվշվացնում, ձայն տալիս ու ինձ խաբում, թե քնած ենք։ Բայց հերս բոլորը բացատրեց։ Ու ամեն անգամ ձեն լսելիս թևիցս բռնած տանում էր ցույց տալիս, կամ բու էր դուրս գալիս, կամ բվեճ։ Դրանք էդպես են, դրանցից զուր ես վախեցել։ Իսկապես բվեճ է եղել։ Լավ է, որ ընկերները չեն տեսել իր սարսափահար կերպարանքը, չեն լսել խելագար կանչերը։ Ամոթ էր զգում Աշոտն իր թուլության համար և ամենից շատ այն բանի համար, թե ինքը, որսորդի որդի լինելով, ինչու չի պիտի ծանոթ լիներ բվեճի ու բուի ձայներին։ Անհարմարությունից նա քրտնել էր. «Այ քեզ ամոթալի վիճակ, գյուղում որ լսեն, ինչ կասեն»։ Իսկ Հասուն ծանոթ կլինի, իհարկե, օրը վերջացավ, վերադառնում ենք որսից, իսկ նա գիշերում է հանդում, փորձեց իրեն արդարացնել նա։ «Դե լավ, քիթդ մի կախի, մենք քեզանից պակաս չենք վախեցել, միայր ընկանք կատարյալ հիվանդանոց, մեկը տնքում էր, մեկը հառաչում, մյուսը լաց լինում։ Սարսափելի էր, չէ՞ Շուշիկ։ Ասենք Գագիկ տղեն վախեցող պտուղ չի, ուղղակի խղճում էի, որ լսում էի մարդկանց հառաչանքները։ Հիմի Հասուն կասի դրանք էլ են բուեր ու բվեճներ։ Չէ, լաց ու տնքոց ես բուերից չեմ լսել, դրանք քաչքերն էին»։ Եվ հովիվ պատանին ահով նայեց հովազի այրի մռայլ մուտքին։ Այժմ էլ ծիծաղելու հերթը Աշոտինն էր։ «Դա հո իսկական բու է եղել, լաց է լինում երեխայի նման, հառաչում է, ծվծվում է մկան պես»։ «Հա, իսկապես ծվծված», ոգևորվեց Շուշիկը։ «Ուրեմն, այ քեզ բան, այո, մենք էլ կարծել ենք, թե հրաշքներով լիքն են այդ անձավները։ Ահա թե ինչ է նշանակում վատ իմանալ բնության գործերը։ Բայց եթե ես ձեր տեղը լինեի, դուք իմը, ոչ մեկս չէինք վախենալու։ Հասուն բվեճի քրքիջն է ծանոթ, ես բուի լացին, նույնիսկ չէինք զարմանալու։ Հակառակ տեղերն ենք ընկել։ Այ քեզ պատահականություն։ Դե որ ոչ մի հրաշք չկա այդ անձավներում, գնանք գտնենք մեր հովազին ու մաշկենք։ Ափսոս է, բվեճները մորթը կքրքրեն։ Եվ Աշոտը տեղից վեր կացավ։ Ջահերը կբավականացնե՞ն։ Կեցցես, Հասո, սրանք դու ճեղքած կլինես քո դանակով, ճեղքած ձողը չի հանգչի։ Էլի հանգչում է, Աշոտ, որ ուզեցինք Շուշիկին վեր բարձրացնել, իմ մարխն էլ հանգավ, Սարգսինն էլ, իր պատրաստած կերոններից դժգոհ պատասխանեց Հասուն։ Ոնց թե, ինչու պիտի հանգչեն այսքան յուղոտ ու չոր մարխերը։ Մտատանջության մեջ ինքն իրեն հարցնում էր Աշոտը։ Սպասիր, դա որտեղ էր։ Որտեղ դու ուշաթափվել էիր։ Որտեղ եմ ուշաթափվել, կենտրոնացած մտածում էր Աշոտը։ Հա, կռացա մի ճեղքի վրա, որից քարածուխի հոտ էր գալիս։ Ես էլ կռացա ու մարխը հանգավ։ Մեջը մտավ Սարգիսը, որ սկսել էր մի կարևոր բան կռահել։ Ասում է Շուշիկն ուշաթափվեց, բա ոնց եմ կենդանի մնացել ես։ Այ քեզ հանելուկ, ես պարկած չէի ճեղքի վրա։ Ոչ, թռել էիր վերևում, քո վառեկների նման։ Հենց դա էլ ինձ փրկել է, ածխածինը ծանր է օդից, ներքևում լճացած է եղել։ Այ քեզ բախտ, մազից ենք պրծել։ Աշոտը գլուխն օրորում էր։ Ուրեմն ինձ մահից եք փրկել և նույնիսկ Սարգիսն է մասնակցել ինձ փրկելու գործին։ Ոնց թե նույնիսկ, եթե նա չլիներ, մենք չէինք գտնելու։ Նա գտավ քո հետքը, բոլորի վրա մի հաղթական հայացք ձգելով վրա բերեց Շուշիկը։ Այդ հայացքը ասում էր. տեսաք, որ ես ճիշտ դուրս եկա։ Նա հիշեց, թե ինչպես Սարգիսը աղաչում էր ժայռի ճակատից. «Փրկիր ինձ, Աշոտ ջան, գուցե մի օր էլ ես եմ քեզ պետք գալու»։ Հիշեց և Աշոտի ամբարտավան պատասխանը. «Մեռնի իմ գլուխը, որ դու պիտի ինձ պետք գաս»։ Հիմա առանց նրբանկատության չհարցնի Աշոտին, պետք է կա Սարգիսը, թե ոչ։ Բայց ինչպես հարցնի, ինչպես ամոթահար անի այդ մի քիչ ամբարտավան, բայց շատ սիրելի տղային։ Բայց Աշոտը հասկացավ նրա ակնարկը և հայացքը խոնարհեց։ Հասկացան և մյուս ընկերները։ Սարգսի հոգին թնդում էր բերկրանքից, թեև անհարմարությունից քրտնել էր։ Այ իսկական հաղթանակը։ Այսպես կհաղթեն, ոչ թե մեջը քար դրած ձնագնդիկներով։
Իսկ Աշոտը դեռ դժվարանում էր հաշտվել տեղի ունեցածի հետ, ուղղակի հրաշք էր կատարվել։ Նրա մտքով իսկի երբևէ կարող էր անցնել, որ իր կյանքը պիտի փրկեն, այն էլ ստորերկրյա մթին խորխորատներում, Սարգիսը, որին նա մորթապաշտ էր համարել, Գագիկը, որի վախկոտությանը ինքը քաջ ծանոթ է, Թուլակամ ու Թուլակազմ այս աղջիկը, որին Աշոտը երբ է հաշվի առել, որ ախր իր համեմատությամբ դրանք թույլ ու անճար արարածներ էին։ Չէ, այստեղ թյուրիմացություն կա։ Հավանաբար ինքը վատ է ճանաչել իր ընկերներին եւ թյուր կարծիք է եղել նրանց մասին։ Իսկ իմ մասին, այո, միջ այդ դեպքը իր մասին նա բավական մեծ կարծիք ուներ։ Իր ընկերները այս տերևութին այն չեն եղել, ինչ կարծել է ինքը։ Հեշտ բան է այդ ստորերկրյա դժոխքը մտնելը։ Թե այդ թույլ կամքերը միանալով կոլեկտիվի մեջ հզոր ուժ են կազմել, ինչպես երբ միացնում են բարակ, դյուրաբեկ ու թույլ ճիպոտները խմբովին անընկճելի են դառնում կաղնի գերանի նման։ Այդ մտքերն էին խառնվել Աշոտի ուղեղում եւ այդ մտքերից նա բուժվում էր վայրկյան առ վայրկյան, բուժվում իր թուլություններից, որոնց մասին Գագիկն ասում էր ճակատին, շիտակ, ինչպես վայել է անկեղծ ընկերոջը։ Էլ ինչու վիրավորվել նրա դիտողություններից, եւ դրանք ճիշտ են, դրանք օգնում են իրեն։ Մի քանի րոպե լուռ էր, եւ ընկերներն էլ զգում էին, որ կարևոր բան է կատարվում իր հետ։ Աշոտն ինքն էլ զգաց, որ այդ մի քանի րոպեում շատ բան փոխվեց իր մեջ։ Ասենք նրա վերափոխությունը ամեն օր էր կատարվել, դանդաղ, աննկատելի։ Այդ վերջին րոպեները 40 օրվա բազմաթիվ դեպքերի ու ապրումների գագաթնակետն էին հանդիսանում, նման այն ստորերկրյա ջրերին, որոնք ամեն ժամ, ամեն վայրկյան հավաքվեցին երկրին դերքում եւ հասնելով իրենց բարձրագույն կետին, դուրս ժայթքեցին այն գիշեր ահեղ հեղեղի ձևով։ Բոլոր այն խրատները, որ նա կարդացել է ընկերների գլխին եւ մասնավորապես Սարգսին, հարկ է որ վերադարձնեն իրեն։ Անվախ ու հզոր է կարծել իրեն, հերոսի դիրք է ընդունել, բայց կյանքը ցույց տվեց, որ առանց կոլեկտիվի ինքը եւս ոչինչ է։ Եվ կարծես որպես իր այդ մտքի արձագանք նա լսեց Գագիկի զգույշ ու մեղմ հարցը. Աշոտ, եկ անկեղծ ասա, չես ընդունում, որ նույնիսկ դու առանց ընկերների անզոր ես։ Երևում էր, որ Գագիկի համար դա շատ կարևոր հարց է, որ շաբաթներ շարունակ նրան մտահոգություն է պատճառել։ Աշոտը մի պահ լռեց, ապա գլխատակ ու խուլ արտասանեց. Ընդունում եմ։ Միակ խոսքը, որ կարճ ասացիր, ծիծաղեց Գագիկը, բայց եւ զգաց, որ իր սրտից ծանրություն ընկավ։ Լավ է, վերջապես մեջքը գետնովը տվեց։ Հովազաձորը իզուր չի անցել նաեւ Աշոտի համար, դե ինչպես չփառավորվի Գագիկի նման ընկերոջ հոգին։ Աշոտը նորից լուռ մտածում էր։ Այո, ածխածինը խեղդելու էր ինձ էլ, քեզ էլ, եթե սրանք չլինեին, կարծես լսեց նա Շուշիկի ձայնը։ Աշոտը սթափվեց իր մտքերից, Շուշիկը հարցական, զննող եւ ժպտուն աչքերով նայում էր իրեն։ Երևի շարունակում էր կարդալ իր մտքերը։ Այո, խեղդվելու էինք, մեքենայորեն կրկնեց նա։ Դե, անցածն անցած է։ Վառեցեք ջահերը, վերցրեք զենքերը, գնում ենք հովազի դեմ։ Այ քեզ բախտ, շարունակում էր գլուխն օրորել նա։ Ապա լիովին սթափվեց, ձախ այտը խաղաց իր խալերի հետ միասին։ Դա նշան էր, որ նա ալեկոծվում է իր ներսում ծնվող անսովոր մտքից։ Դե գնացինք, գոչեց նա խրոխտ։ Նորից դարձել էր նախկին Աշոտը, սրտոտ, առնական, ինքնավստահ։ Թախծոտ մեղմությունն անցավ, թավի շուշոյող հայացքն էլ հետը։ Այժմ նրա գեղեցիկ աչքերը փայլում էին ոգևորությունից։ Տեղում դոփում էր ջահել ձիու նման եւ բոլորն էլ լուռ զգում էին, որ նա դեռ հեռակա մրցության մեջ է լճավանցի Կամոյի հետ ու մարտի է հրավիրում նրան։ Աշոտ, սիրելիս, այդ սարսափելի անձավները մի գնա, հավատացնում եմ, որ դու Կամոյից քաջ ես, խնդրում էր Շուշիկը եւ ահով եւ հեգնախառը։ Դա ավելի բորբոքեց կրակը պատանու ներսում, վրդովվեց, շիկնեց աղջկա այդ խոսքից գողության մեջ բռնվածի նման։ Կամոն միայն քո մտքում է, իմ մտքում հովազն է, զայրացած շպրտեց նա եւ գնաց դեպի անձավը։ Ապա տեսնելով, որ ընկերները տատանվում են, հեգնանքով շպրտեց. Բուերը կարգին վախեցրել են ձեզ։ Վախեցող ես գտել, կուրսն առաջ ցցեց Գագիկը։ Ուղակի զուր ես մեզ տանում, ահա թե ինչ։ 2 օր է ամեն ծակուծուկ նայում ենք, հովազ չկա։ Ուրեմն դուրս է եկել այրից։
Սարգիսն ու Շուշիկը ևս Գագիկի կողմն անցան, բայց Աշոտը գտնում էր, որ այդքան չարչարան կրելուց եւ վտանգների ենթարկվելուց հետո գործը կիսատ թողնել նշանակում է նմանվել այն զորքին, որը գրոհում է բերդը, զոհեր է տալիս, պարիսպ է կործանում, բայց հենց մոտենում է ներս խուժելու ժամը, նահանջում է վերջին դժվարությունների առաջ։ Չէ, Աշոտը շուտ հուսահատվող զորավար չի, գործը սկսել է, կտանի միջև հաղթական վախճանը։ Միայն հարկավոր է նախ զորքին համոզել։ Նա չոքեց այրի մուտքի առաջ եւ մատով ցույց տվեց փոշու վրա տպված կլոր թաթի հետքը, ճանկերն ուղղված էին դեպի այրի ներսը։ Դեպի դուրս հետք չկար։ Հասկացա՞ք, համոզվեցի՞ք, որ ներսում է, հարցրեց նա հանդիմանանքով։ Գուցե գնացել դուրս է եկել հետևի դռնով, ոչխարանոցում, իր վերջին առարկությունն արավ Սարգիսը։ Աշոտը հեգնանքով քմծիծաղ տվեց։ Դե ինչպես հասկացնես այս մարդկանց, որ վիրավոր կենդանին չի կտրի անցնի այդ դարիվեր ճամփան։ Նա ներս է մտել, քիչ առաջ գնացել ու մոտիկ մի անկյունում ոտները մեկնել, շարունակում էր համոզել Աշոտը։ Ձեր ճամփին իրարից բաժանվող թունելներ չկային։ Կային, խոստովանեց Սարգիսը։ Բա էլ ինչու եք ասում, թե ամեն ծակուցուկ նայել եք։ Գնանք, հետևիցս եկեք։ Ամոթ մեզ, որ հովազի մորթին դրոշակ շինած գյուղ չմտնենք։ Աշոտի խոսքը համոզիչ թվաց, նրա ոգևորությունը վարակեց ընկերներին եւ խումբն իր փոքր պետի հետևից նորից մտավ անձավների ստորերկրյա լաբիրինթոսը։ Գլուխ 75 Թե ինչպես վտանգը վճռականություն եւ քաջություն է ծնում մարդուս մեջ։ Ծանր զենքերից մի քանիսը դրսում թողնելով, նրանք հետները վերցրել էին թեթև եւ երկար նիզակները, նրանցով հեռվից ավելի հեշտ կարելի էր հարվածել։ Միայն Շուշիկն էր, որ զենքի փոխարեն Եղևնու եւ Գիհի յուղալի ձողեր ուներ։ Աշոտը լրացուցիչ վերցրել էր նախնադարյան մարդու կուրզը, Հասոն իր անբաժան չոմբախը, իսկ Գագիկը ճգնավորի կացինը։ Երբ խումբը կանգ առավ մեզ արդեն ծանոթ ճամփաբաժնում, Աշոտը հարցրեց ընկերներին. Դեպի աջ գնացողը ճյուղավորումներ չունի։ Ունի։ Քիչ դենը 2 ճյուղ է բաժանվում։ Պարզ է, ուրեմն հովազը ոչ աջ է գնացել, ոչ ձախ։ 2 թունելներ մենք արդեն ուսումնասիրել ենք, մեկը ես, մյուսը դուք։ Գնանք, հիմի պարզ է։ Գնացին դեպի աջ եւ դեռ 20 քայլ չէին արել, երբ թունելը նորից ճյուղավորվեց։ Այս անգամ արդեն առանց վարանելու խումբը մտավ դեպի ձախ գնացող ներքնուղին, որի հատակին նույնպես թափթփված էին զանազան կենդանիների ոսկորներ։ Որքան էլ փորձ էին ձեռք բերել մեր պատանիները մութ աշխարհներ հետազոտելու գործում, որքան էլ հոխորտում էին վտանգի հանդեպ եւ քաջալերում իրենց, այնուամենայնիվ երկյուղն աննկատելիորեն եւ ակամայից սողոսկում էր նրանց սիրտը։ Դե վիրավոր հովազի դեմ գնալը հոգատակ բան չէր, իսկ հովազը պետք է որ այդ թունելով գնացած լիներ, քանի որ մյուս թունելներն արդեն հետազոտված էին։ Այդ էր պատճառը, որ Գագիկը անսովոր կերպով լրջացել էր, Սարգիսը ոտը կախ էր գցել եւ մի փոքր ետ մնացել։ Շուշիկը երկյուղով լի հայացքով տղաների դեմքն էր ուսումնասիրում եւ ջանում էր կարդալ այնտեղ, թե որքան մեծ է իրենց սպառնացող վտանգը։ Միայն Աշոտն էր, որ քայլում էր բոլորից առաջ, ի ցույց ընկերների անհոգ սուլելով եւ այնպես ցույց տալով, թե իբր վտանգ ասածը դատարկ բան է իր համար։ Ոսկորների վրա արյան բծեր երևացին։ Դրանից երկյուղն ավելացավ մեր պատանիների սրտերում։ Լուր արձանացած նրանք հայացքով հետևում էին, թե ուր են տանում իրենց հեռու կատկթած արյան հետքերը։ Աշոտը լուսավորեց ժայռի պատը, ապա ձեռքի ջահը ցած իջեցրեց, թեքեց աջ եւ հանկարծ ետ ցատկեց։ Մի խորշում լույսի տակ հուրհրատին տվեց հովազի չալ մորթին։ Ետ քաշվեցեք, գոչեց նա։ Բոլորն էլ ետ գնացին, մեջքները հենեցին պատին եւ առաջ մեկնեցին ձախ ձեռքերում վառվող կենի ճյուղերը, իսկ աջ ձեռքերով նիզակները։ Կրակի վարդագույն ցոլքի տակ այնպես էր շողշողում հովազի մորթին, կարծես արքայական ոսկեթել ծիրանի լիներ, պատի տակ ընկած։ Գազանը դանդաղ բարձրացրեց գլուխը եւ պղտոր ու մշուշոտ աչքերով նայեց անկոչ հյուրերին։ Եթե կյանքը մարելիս չլիներ նրա մեջ, կրակի ցոլքերի տակ աչքերը պետք է վառվեին ֆոսֆորային պաղ լույսով, բայց մեռնող հովազի աչքերը զուրկ էին այն փայլից, որ մթության մեջ արձակում են բոլոր կատվացեղ կենդանիների աչքերը։ Դրանից Աշոտը հասկացավ, որ Գազանը իր կյանքի վերջին ժամերն է ապրում ու գոչեց. «Չվախենաք,
Դուրս չփախչեք, սատկում է։ Բայց գազանը հետզհետե դուրս էր գալիս անզգայության վիճակից, թաքնված ուժեր էին գլուխ բարձրացնում նրա մեջ իր մարող կյանքի վերջին ուժերը։ Ահա նա բեղերը շարժեց, վերին շրթունքը դողացնելով վեր բարձրացրեց և ցույց տվեց ահռելի ժանիքները։ Պատանիների մարմնով սարսուռ անցավ։ Այդտեղ այրը բավականին լայն էր, և նրանք հեռու էին գտնվում գազանից։ Դողացող ձեռքերի մեջ հպել էին տեգերը։ Իշխուշիկը բնազդորեն մի քար էր վերցրել և այդպես սպասում էին, թե ինչ կկարգադրի Աշոտը, իսկ նա գոչում էր ահաբեկված. «Չվախենաք, չվախենաք»։ Բայց գազանին նայելով Աշոտը գունատվեց։ Հովազը մեջքը ուրցնում էր և երկար պոչը խփում գետնին։ Դա նշան էր, որ նա ցատկելու է պատրաստվում։ Կուտապ եկավ։ Մկան վրա ցատկելու պատրաստվող կատվի նման հպվեց գետնին, մեջքը կորացրեց աղեղնաձև և արդեն աշխուժացած աչքերով սկսեց որոնել իր որսին։ Նախ պիտի կանգ առներ 5 արարածներից մեկի վրա, իր ցեղի սովորության համաձայն նշան բռներ նրան և ցատկեր։ Այստեղ էր, որ հարկավոր եղավ այն սառնասրտությունն ու արագ կողմնորոշվելու շնորհքը, որ Աշոտը սովորեցնում էր իր ընկերներին։ Երբ Հովազը կուտապ եկավ, Աշոտն իսկույն հիշեց, թե ինչպես են վագր որսում Մալայան արշիպելագի բնիկները։ Գտնում են վագրին, նիզակները ձեռքներին ճոճելով կլոր պար են բռնում ու պտտվում կուտապ եկած գազանի շուրջը։ Վագրը շփոթվում է, չի կարողանում որոշել, թե որին նշան բռնի։ Նրանք էլ հարայ հերոցով օղակը նեղացնում են ու նիզակները նետում։ Անցյալ տարի մի տեղ կարդացել է ու երազել էր. «Ախ, մի վագր պատահի հանդում, գնայինք վրան փորձեինք»։ Ահա թե որտեղ հարկավոր եկավ կարդացածը։ Եվ նա գոչեց. «Շարժվեցեք, որ չկարողանա նշան բռնել, շարժվեցեք, թռչկոտեցեք, որ շշկլվի, քոչարի բռնեցեք, քոչարի», հանկարծ վճռելով գոչեց նա, և բոլորն ուսուսի տվին. «Փչիր, Հասո, փչիր շփոթեցնենք»։ Տարօրինակ էր իրենց պետի այդ հրամանը, բայց ով ժամանակ ուներ կշռադատելու։ Երկյուղից գլուխները կորցրած և իրենց բոլոր նյարդերով լարված մեր պատանիները բնազդով կրկնում էին այն, ինչ անում էր իրենց օղակավարը։ Հասոն տագնապահար ու վայրիվերո փչում էր իր սրինգը և մեր պատանիները սարսափը սրտներում ոստոստում էին ռիթմիկ դոփյունով։ Խելագարություն կարող էր թվալ պարն այդ կրիտիկական պահին, բայց երբ գազանը մոլորվել էր, թե այդ ցատկող երկոտանիներից որի վրա ցատկի, մեր պատանիները հասկացան, որ իրենց արածը մեծ հնարամտություն է։ «Թռչկոտելով մոտեցեք, մի վախեցեք, մեզ ոչինչ չի անի», խրախուսում էր Աշոտը։ Այ քեզ հնարք։ Գազանն այնպես էր շփոթվել նվագից, կրակներից, ցատկող արարածների տեսքից, որ բոլորովին կորցրել էր կողմնորոշումը։ Նշան էր բռնում մեկին, բայց հենց սա ոսնում էր, մի կողմ հայացքը հաջորդին էր մեխում, ապա մյուսին։ Այդպես անդադար նրա հայացքն անցնում էր մեկից մյուսին և ոչ մեկի վրա էլ չէր կարողանում կանգ առնել, որովհետև նրանք շարունակ շարժման մեջ էին։ Իսկ կատուն չի ցատկի այն կենդանու վրա, որի վրա իր հայացքը գոնե մի պահ կանգ չի առել, որին նա նշան չի բռնել։ Ընկերները վերջապես գլխի ընկան, թե այդ սարսափելի պահին ինչու են թռչկոտում իրենք, հասկացան Աշոտի մտադրությունը և գոռում-գոչումներով շարունակեցին ցատկոտել։ Իրենց ձայներից գազանի շփոթությունից հետզհետե սրտապնդվեցին ու սկսեցին նեղացնել օղակը։ «Նիզակները շպրտեցեք», գոչեց Աշոտը։ 4 նիզակ միասին թռան օդում։ Իշխուշիկի քարը ընկավ իր ոտքերի մոտ, նրա ծնկները դողդողում էին։ Գազանը հարվածներից ծարս եղավ, գոռաց, դարձյալ ընկավ առաջին թաթերի վրա։ Նետած զենքերից միայն մեկն էր խրվել նրա կողը։ Գազանի ամեն շարժումից մարմնի մեջ խրված նիզակը տմտմբում էր։ Պատանիները մնացին առանց զենքի։ Միայն Աշոտն էր ձեռքը վերցրել պատին հենած երկար մահակը, որի ծայրին ճիլոպով քար էր ամրացված։ «Քարեր վերցրեք, մի վախենաք, շարունակեք շարժվել, ոչ ոք թող տեղում չկանգնի»։ Աշոտը գործում էր ինչպես տենդի մեջ, հոր որսորդական արյունն էր եռում այդ պահին նրա երակներում։ Բորբոքված աչքերով հետևում էր գազանի շարժումներին, խույս էր տալիս նրա նշան բռնելուց, հրում ու շարունակ շարժման մեջ էր պահում ընկերներին։ «Չոմբախի ծայրը բերանը կոխիր, զբաղեցրու», գոչեց նա։ Հասոն հեռվից մեկնեց իր երկար մահակը և նրա ծայրը խոթեց ուժասպառ գազանի երախը։
Մինչ սա փայտն էր կրծում, ժնժգացնելով ցույց տալիս իր սուր ատամները, Աշոտն անցավ այրի մութանկյունը, կողքից մոտեցավ և ձեռքի քարե մուրճը վրա բերեց հովազի կլոր գանգին։ Գազանի մարմինը խլրտաց, ոտքերը ջղաձգորեն ցնցվեցին և շուռ գալով կողքի վրա մեկնվեց։ «Տեսա՞ր ինչ արավ էս տղեն», ծնոտները կապկապացնելով և բռունցքը խփելով իր կրծքին կանչեց Գագիկը։ «Կաց մի կարգին սպանեմ»։ Եվ նա բարձրացրեց ճգնավորի կացինը, որ վրա բերի, մեկ էլ միտքը փոխեց ու հեռացավ, մեջքը դեմ արավ անձավի պատին։ «Անտերը վեր կկենա, փորս մորս կթափի», ապա մի մեծ քար վերցնելով ձայն տվեց. «Հեռու կացեք, հովազ եմ սպանում», ու սկսեց քարկոծել անշարժացած կենդանուն։ Գազանն այլևս չէր արձագանքում ոչ հարվածներին, ոչ լույսին, ոչ տղաների խոսակցությանը։ Նա շունչը փչել էր, բայց մեռած վիճակում ևս այնքան զարհուրելի էր, որ միաժամանակ ոչ ոք չհամարձակվեց մոտենալ նրան։ Նորից քարեր տեղացին, ոչ մի շարժում։ «Դե իմ զարկին հովա՞զ կդիմանա», պարծեցավ Գագիկը։ Վախվխելով մոտեցան, պոչից վեր քաշեցին։ «Սպասեցեք, քարշ մի տաք, մորթին ափսոս է։ Կաց մի նիզակը հանեմ կողից»։ «Պա՜, ինչ խորն է խրվել։ Սարգիս, դու պոչից բարձրացրու։ Հասո, դու գլխից։ Գագիկ, դու ոտքից։ Շուշիկ, լույս անելով առաջ ընկիր»։ Այսպես Գազանին վերցրին և իրենց զենքերը գետնին թափթփված թողնելով, թափորով դուրս բերին անձավից, ցած դրին և երջանիկ նայեցին իրար։ «Այ քեզ հաջողություն, հիմի որ աշխարհը կզարմանա իրենց արարքից։ Դե եկ, Աշոտ, համբերիր։ Դե եկ հեգնանքով մի հարցրու Շուշիկին, քո կամոն իսկի մի վայրի կատու սպանած կա՞։ Բայց ոչ, հարմար չէ։ Լավ կլինի, որ այդ մասին նույնիսկ ինքն էլ չմտածի։ Սպասիր, Աշոտ, քեզ էլ մի ուրիշ շքանշանով պարգևատրեմ, հովազին հաղթելու շքանշանով։ Եվ Շուշիկը թխկենում մի նախշուն տերև գտավ, ամրացրեց պատանու կրծքին ու մի շատ ջերմ հայացք պարգևեց նրան։ Բոլորին, ինչու միայն ինձ։ Այ այդպես։ Հիմա առաջվա Աշոտից և լավն ես, և բարձր, մեղմությամբ և մեծավարի խրատեց Շուշիկը։ Եվ եթե միշտ այդպես համեստ մնաս, կին չես ունենա։ Աշոտն այժմ այնպես էր նեղվում իր հասցեին ասված և չասված գովասանքներից, որ հարկ համարեց շուտափույթ կերպով փոխել խոսակցության նյութը։ Պարծենալու բան չկա, ասաց նա։ Արջի սպանածին տեր ենք կանգնել ու հպարտանում ենք։ Շուշիկը բողոքեց. ոչ արջը, ոչ էլ հովազը իրենք իրենց չեն մեզ բաժին դարել, երկուսն էլ ձեռք են բերվել մեր աշխատանքով։ Վայ, դատողությանը նայեցեք, այդ ինչպես, զարմացավ Գագիկը։ Շատ պարզ։ Եթե Աշոտը թակարդ չլարեր, ոչ այս Գազանը այստեղ մեկնված կլիներ, ոչ էլ արջի միսը կախված կլիներ մեր բնակարանի պատերից։ Իսկապես որ, այդ մասին նույնիսկ ինքը Աշոտը չէր մտածել։ Այո, թակարդն ըստ երևույթին շատ ավելի մեծ գործ էր կատարել, քան կարծում էին մեր պատանիները։ Եթե նա իր երկաթե ճանկերով այնպես չճզմեր հովազի թաթը, սա երբեք չէր հարձակվի արջի վրա, ուրեմն և փշրված ողնաշարով չէր էլ գնա մթին անձավում պահճանվելու։ Ընկերները դարձյալ գովում են իրեն, դարձյալ առաջ են քաշում։ Աշոտը հովազաձոր մտնելուց հետո առաջին անգամ շիկնեց համեստությունից։ Չէ, արդարամիտ են իր ընկերները։ Ինչ հիմար բաներ էր մտածում մի քանի օր առաջ նրանց մասին։ Լավն են, երբ լավ ես պահում քեզ, վեր են քաշում, բայց հենց գոռոզացար, տապալում են, գաղտնի քվեարկությամբ։ Աշոտը ժպտաց հաշտ, բարի ժպիտով։ Այն չարաբաստիկ քվեարկությունը, որ մինչև հիմա հիշում էր սոսկումով, այժմ թախծալի ժպիտով է մտաբերում։ Կարծես այն տապալվածը ինքը չի եղել, այլ ուրիշ մարդ։ Տաքագլուխ էր, ընկերներին բանի տեղ չտնող, այդ ուրիշի մասին մտածում էր նա։ Այդ ուրիշը այլևս մնաց հետևում։ Աշոտը կարծես մի քանի օրվա մեջ աճել ու թևակոխել էր իր կյանքի մի նոր շրջան։ Այո, այդ անցումը արագ կատարվեց, շատ արագ, բայց չէ որ հովազաձորում էլ դեպքերը և նրանց առաջ բերած տպավորություններն ու հուզումները իրար հաջորդում էին գլխապտույտ արագությամբ։ Դրանից չէր արդյոք, որ մեր պատանիները հասունանում ու փոխվում էին ժամ առ ժամ։ Աշոտը վեր կացավ։ Հասո, դու շատ զգուշությամբ մաշկիր, տիկ հանիր Գազանի մորթին։ Սարգիսն ու Շուշիկը կօգնեն քեզ, իսկ ես ու Գագիկը այրի մեջ ինչքան ոսկոր կա, պիտի դուրս տանք, կարգադրեց նա։ Լավ տիկ անիր, հա, ոչ մի տեղ չպատրես։
այնպես որ մեջը խոտ լցնենք, դառնա իսկական կենդանի հովազ ու կանգնի մեր դպրոցի բնագիտական կաբինետում, ասաց ու նորից քարայրը մտավ։ Ոչ մի տեղ չպատրես, նոր պիտի պատրվի, մի տես Շուշիկ, նիզակի տեղերը տես, ցույց էր տալիս Հասոն։ Նիզակներից մեկը խրվել էր գազանի թոքի մեջ եւ նրա կաշին պատռել մոտ 3 սանտիմետր լայնությամբ։ Ինչ եք կարծում, ում նիզակը կլինի, հարցրեց Գագիկը, մատը իր սրտին դնելով։ Հա, թափից երևում է, որ անպայման քոնը եղած կլինի, հաստատեց Շուշիկը, իսկ սա, որ մի քիչ չանգրել է, Աշոտինը կլինի։ Հասո, ուշադիր նայիր, կարծես մյուս երկու նիզակները մորթին բոլորովին չեն էլ ծակել։ Այ ձեր քաջեր։ Բայց մաշկելու ընթացքում մի փոքրիկ ճեղքված ևս գտնվեց, ուրեմն 4-ից 3-ը կպել էին։ Լավ, հիմի Աշոտը նիզակները կբերի, կպարզենք քո կողմնապահությունը, սպառնաց Գագիկը, իսկ Շուշիկը շոյում էր գազանի սքանչելի մորթին եւ հիանում։ Հիմա նկարելու բան ես, հա, աղջկա հագի չորացած պարկին նայում ու ծիծաղում էր Գագիկը, այդպես էլ ծիծաղելով այրը մտավ։ Շուշիկը նայեց իր տարօրինակ հագուստին, որ ծոռումուռ եւ կարծր թիթեղի նման կախվել էր իր նիհար ուսերից եւ ամոթից լաց եղավ։ Դե քրոջս քեֆին չկպնես, Գագիկի հետևից գոչեց Հասոն։ Հովազի ճարպից նա մի կտոր կտրել էր, կրակին դեմ էր անում ու քսում բոյնախի մորթու չորացած երեսին։ Շուռ արի, մոտեցիր կրակին, թող կակղի։ Այդպես ճարպով փափկացրեց ձեռքերով տրորեց աղջկա մուշտակը, իսա բարությամբ նայում էր տղայի համակրելի դեմքին եւ ուրախանում այն մտքից, որ հոգատարությամբ է շրջապատված ինքը։ Միայն Գագիկն է երբեմն ձեռք առնում իրեն, դա էլ նրա բնավորությունն է, ում ասես, որ չի հեգնում։ Հիմի դու տրորիր քուրքդ, այնքան տրորիր, որ մուշկ դառնա։ Շուշիկն իր մուշտակն էր մշակում։ Սարգիսը իր սովորության համաձայն միշտ լուրջ հոգել ու բռնել էր գազանի ոտքից, իսկ Հասոն դանակի վար շարժումներով շարունակում էր մաշկել հովազին։ Ինչ յուղունի, ափսոս որ հարամ է։ Եվ Հասոն գլուխը բարձրացնելով նշանակալից նայեց Սարգսին։ Մեր քրդերն ասում են, թող այն Սարի գելն էլ մենակ չլինի։ Բա, ընկերը անգին բան է, լավ ընկերների հետ չես կորչի։ Տեսար ինչ արինք ընկերներով։ Սարգիսը գլուխը կախ լսում էր, նա չէր կարողանում շիտակ նայել այդ տղայի աչքերի մեջ։ Ամոթ է զգում նրա առաջ, ամոթ իր հոր տմարդի արարքի համար։ Նա վեր կացավ գնաց դեպի ժայռը եւ սկսեց չորացած հաղաչներ պոկել նրանց կախված թփից։ Պոկում էր ու մտածում։ Աշոտը դուրս եկավ այրից, կացինն ու քարեմուրճը ուսին եւ մի խուրս նիզակներ ձեռքին։ Արևի լույսից աչքերը կկոծած նա դեռ ուշքի չէր եկել, որ նայի նիզակներին եւ որոշի, թե ումն էր խրված գազանի կողը, երբ Հասոն վայրկենապես նկատեց լերդացած արյան բիծն իր նիզակի սուր ծայրին։ Բոլոր նիզակներն էլ արագ հափշտակելով ընկերոջ ձեռքից, նա դրանք մեկ-մեկ խրեց հողի մեջ։ Ինչ ես անում, նրա ձեռքը բռնեց Աշոտը։ Ոչինչ, մաքրում եմ, հարամվել են, չքմեղացավ քուրդ պատանին։ Այո, հողը մաքրեց, տարավ բոլոր հետքերը եւ այնպես էլ հանելուկ մնաց, թե ով է այնպես մահացու հարվածել գազանին։ Ախր պիտի որոշեինք, շփոթված քրթմնջաց Աշոտը։ Ինչ որոշեինք, պարզ չի որ, լայն ժպտալով պատասխանեց Հասոն եւ Աշոտի նիզակը մեկնեց իրան։ Ար, որոշիր, արյունը սրա ծայրին էր։ Հա՞։ Եվ Աշոտի սիրտը թնդաց ուրախությունից։ Իսկ Շուշիկը խնդագին նայում էր քուրդ պատանուն ու մտածում. սրտին նայիր, ասպետությանը նայիր։ Այդ հայացքից շփոթված Հասոն շարունակեց գլուխը կախ մաշկել գազանին։ Իսկապես իմն էր արյունոտը, նորից հարցրեց Աշոտը եւ թեթևացած սրտով շուռ եկավ դեպի անձավը։ Ուրեմն իր զենքն էր գազանի կողը խրված։ Եվ նա ուրախ էր ու հպարտ այդ մտքից։ Երբ Աշոտը նորից մտավ անձավ, որ այնտեղ թափթփված ոսկորները դուրս բերի, Շուշիկը հարցրեց Հասոին. Ինչու այդպես արեցիր։ Տղան քրտնեց գողության մեջ բռնվածի նման։ Նա փորձեց հավատացնել, որ այդտեղ կեղծիք չկա, բայց երբ համոզվեց, որ իր արարքը չի վրիպել Շուշիկի խոզարկու աչքից, ասաց լուրջ հանդիսավոր. ընկերոջ մեջքը գետնովը չեն տա։ Գլուխ 76 Թե ինչ անձավ էր դա եւ ինչեր հայտնագործեցին մեր պատանիները նրա մթին խորքերում։ Դեռ Հասոն չէր վերջացրել իր գործը, երբ այրից ճչալով դուրս թռավ Գագիկը գլխին մի զույգ եղջյուրներ բռնած։ Բո, փախիր, հարու եմ տալու։ Ճյուղավորված եղջյուրները առաջ մեկնած վրա քշեց նա Շուշիկին։ Վայ,
Ինչ կենդանու է դա, ետիետ քաշվելով հարցրեց Շուշիկը։ Բնասերների պետը կարծում է, որ սա պետք է լիներ կովկասյան գիգանտ եղջերվի գլխին։ Այդ եղջերվից հիմա չկա։ Մի պոզերը տեսեք, ոնց որ կաղնու ճյուղեր լինեն։ Սա ոնց է անցկացել են նեղ կածանով։ Դուրս եկավ Աշոտը Շուշիկի գրքերի պայուսակը լիքը մանր ոսկորներով, մի ձեռքին մի լայն թիակ, մյուսում ոլորուն եղջյուրներով մի գլուխ։ Ինչ կենդանի էր դա։ Ոչ մուֆլոնի խոյ էր, ոչ էլ քարայծ։ Քուրքդ տրորելու ժամանակ ես գտել, դա գիշերն էլ կանես, արի ոսկորները շուտ դուրս թափենք, ասաց Աշոտը։ Հերիք է, ինչ եք անում այդքան ոսկորները, բողոքեց աղջիկը։ Ինչ, մի կտոր էլ չեմ թողելու։ Հասկանում ես, որ կենդանիների գերեզմանոց ենք գտել, կտեսնենք քանի գիտնական կզբաղվի այս ոսկորներով։ Շուտ, Գագիկ, Շուշիկ, ներս գնացեք։ Դուրս էին կրում ամեն տեսակի ոսկորներ, կրում էին, հակրում եւ կարծես վերջ չկար։ Այդքան կենդանիներ երբ, ինչու են մտել այդ այրը։ Էլ խոտակերներ, էլ կրծողներ, էլ գիշատիչներ։ Կեսօրն անցել էր, երբ մեր պատանները հոգնած նստեցին այրի առաջ եւ սկսեցին խորհրդակցել։ Մենք հենց այստեղ էլ կճաշենք, հայտարարեց խմբի պետը։ Հասո, վազիր միս բեր։ Ճաշից հետո հենց այստեղ մենք պատանի բնասերներս խելք-խելքի կտանք, կտեսնենք ինչ կենդանիներ են սրանք եւ ինչու են խցկվել այս խոռոչները։ Մինչ տղաները արջի լյարդը խորովելու պատրաստություն էին տեսնում, Հասոն հովազի խայտաբղետ մորթին գցել էր Շուշիկի ուսին եւ հեռու կանգնած հիանում էր նրանով։ Արևի տակ այնպես էր փողփողում ողորկ ու շքեղ մորթին, որ նայողը կզմայլվեր եւ երբեք չէր մտածի, որ այդքան գեղեցիկ կենդանին այդքան տմարդի է ու արյունաբու։ Նրա մարմնի երկարությունը 1.5 մետր կլիներ, իսկ պոչը մետրից ոչ պակաս։ Սպասիր մի հովազ դառնամ, տեսնեմ Սարգսի սիրտը կդիմանա, եւ Գագիկը մտավ գազանի մորթու մեջ, աչքերը հարմարեցրեց նրա աչքերի բացվածներին եւ նրա բեղերը ոլորելով մռնչաց. «Ուխք, ուախք»։ Տղաները ծիծաղում էին, իսկ Սարգիսը ներողամտաբար ժպտում էր։ Փառք երկնքին։ Վերջապես արևն ամպիտակից դուրս նայեց, ասում էր Գագիկը Սարգսի ժպիտն ակնարկելով։ Դե փռեցեք վրան ճաշենք։ Մի աշխարհի բանը տեսե, մի քանի օր առաջ սարսափը սրտներիս էր գցել, արջ էր պատառոտում, հիմա փոստահան մեկնվել է։ Բայց սարսափելի էր, չէ՞։ Մեջ մտավ Շուշիկը։ Աշոտ, իմ կարծիքով դա մեծ ռիսկ էր։ Դու սխալ արիր, բայց սխալդ լավ վերջ ունեցավ։ Գազանը կարող էր մեզ պատառոտել։ Ես այնպես էի վախենում։ Սխալ չէր, ես տեսա, որ նա հալից ընկած է, կարող ենք սպանել, թե չէ ով է գժվել հովազի դեմ գնա։ Բայց մի ուրիշ հաշիվ էլ կա, եթե նա ուժերը կորցրած չլիներ, էլի ստիպված պիտի լինեինք ճակատ առ ճակատ կռվել ու վերջ տալ նրան, թե չէ եթե շուռ գայինք փախչեինք, մեր հետևից կհարձակվեր։ Ուրեմն երկու դեպքում էլ մեր փրկությունը հարձակման մեջ էր։ Ես շուտ հասկացա այդ բանը եւ էլ ուրիշ բանի մասին չէի մտածում, միայն նրան վերջ տալու հնարն էի փնտրում։ Դե արծվի ճուտեր, ճաշենք։ Ինչ էլ որ ուտենք, մեզ հալալ է։ Մեր մասին կգրեն պիոներական թերթերում, գուցե գիրք էլ գրեն։ Պահ, այդ էր պակաս, գիրք պետք չի։ Ինչ թշնաբունծական ֆերմայում քո մոր մոտ գործ տային օրական մի աքլոր խեղտեի, նախագահ Հարութի մեթոդով։ Պահ, էս ինչ յուղալի են էս անիրավ հովազի պլոճիկները, չխորովենք Աշոտ։ Գագիկը շաղակրատում էր սրտի ուրախությունից, նա մարտական մկրտություն էր ստացել։ Դե կատակ հոչի հովազի հետ կռվելը։ Կուշտ ճաշելուց հետո պատանի բնասերները մեկ առ մեկ սկսեցին դիտել եւ ուսումնասիրել կենդանիների մնացորդները։ Վերցնում էին մի ոսկոր, զննում, ամեն մեկը իր կարծիքն էր հայտնում, եւ երբ գալիս էին մի ընդհանուր եզրակացության, մի կողմ էին դնում եւ անցնում հաջորդին։ Չճանաչված ոսկորները առանձին կույտ էին անում։ Աշոտը զբաղվել էր կենդանաբանությամբ, գրքեր էր կարդացել, որ սրդության պահին ուշադիր եւ հետաքրքիր նայել էր վայրի կենդանիների հետ կապված ամեն մանրունքի, դիտել էր նրանց ոսկորները եւ մտքում պահել։ Ակաժները չորսարած լսել էր հին որսորդների զրույցները, երբ նրանք գիշերները հանդում կրակ էին անում եւ իրենց արկածնալից կյանքից դեպքեր պատմում։ Ինչ ոսկոր ասես, որ չկար այդտեղ։ Աղվեսի ճանկից սկսած միջև գիգանտ եղջերվի մետրանոց ազդր։ Որսորդ Արամի որդին, որ կարծես բնությունից բնասեր էր ծնվել, հմայված ու զմայլված նայում էր այդ ձև, կավոտ ոսկորների կույտին հրճվանքով ու ագահությամբ։
Հիմա, որ Ակադեմիայի կենդանաբանական ինստիտուտը հարստացավ և բնագիտական թանգարանը, և մեր դպրոցի բնագիտական կաբինետը, ասաց նա խորին բավականությամբ: Դե, սկսենք տեսակավորել: Հիմի ես ուզում եմ մի քիչ պարծենալ ձեզ մոտ իմ որսագիտությամբ: Ծիծաղում եք, դե էն պճեղը մի դեսը բեր: Չէ, մի բեր, հենց այստեղից եմ որոշելու: Դա Վայրի Խոյի պճեղ է և ինքն էլ մինչև 3 փութ քաշ է ունեցել: Այնուհետև Աշոտը սկսեց բացատրություն տալ ամեն ոսկորի մասին: Բայց ով կարող էր ասել ստույգ են նրա տված տեղեկությունները, թե Շուշիկի մոտ իրեն կոտր չգցելու համար էր այդպես վստահ խոսում: Չենք երաշխավորում նրա կարծիքների ճշտությունը, բայց նույնությամբ կբերենք այստեղ: Այս չանչի կտորը խեցգետնի է, սա կաքավի կտուց է, սա էլ, կարծեմ, նրա ուղեղի տուփիկը, սա էլ շնագայլի ծնոտի է նման, սա էլ… Կաց, հայ տղա, ճիշտ ես ասում, թե հնարում ես քեզանից: Նրա խոսքը կտրեց Գագիկը: Աշոտը վիրավորվեց: Դու ոնց կարող ես անասունի մի պճեղով նրա մեծությունը որոշել: Տարակուսած հարցնում էր Գագիկը: Ոչ միայն պճեղը, այլև կենդանաբանին մի ատամն էլ հերիք է, կամ պոչի մի կտոր ոսկորը, որ դրանով որոշի կենդանու մարմնի բոլոր մյուս ոսկորների չափերը: Երբ ոսկորները որոշեց, դժվար չէ միսը որոշել և ճիշտ նկարել կենդանուն: Դա անում են գիտության օգնությամբ, մարմնի մասերի փոխհարաբերության տնտեսության հիման վրա: Այսինքն, եթե այս ոսկորը այսքան է, նրա շարունակություն կազմող ոսկորի չափը մեզ համար պարզ է, թե ինչքան պետք է լինի: Եվ այդպես շարունակ, չէ՞ որ բոլոր ոսկորներն էլ կապ ունեն իրար հետ: Բայց Գագիկն իր զենքերը վայր չէր դնում: Քեռի ճգնավորի նման գլխիս շարական մի կարդա: Կաքավն ինչ գործ ուներ էդ հեռու կորած մութ աշխարհում: Կեղծ բարկացավ նա և մի հաղթական հայացք գցեց Շուշիկի շեկ դեմքին: Բռնե՜ց, շշնջաց Սարգիսը: Աշոտը բարկացած պատասխանեց: Կաքավին բվեճն է բերել: Հա՜, էդ խելքակտուր բան է: Ծոծրակը քորեց Գագիկը: Աշոտը շարունակեց: Էս ոսկորի կտորը, իմ կարծիքով, աղվեսի ներքին ծնոտի մի ճյուղն է: Սա աքիսի ողնաշարի ողը կլինի: Սրանք կզաքիսի թաթի ոսկորներն են իրենց ճանկերով: Սա փորձուղի գանգ է: Հետո՞: Ասենք թե էդ բոլորը ճիշտ է, դրանից ի՞նչ դուրս եկավ: Հարցրեց Գագիկը, հայտնի չէ պարզասրտությամբ, թե փորձում էր նսեմացնել Աշոտի քաջատեղյակ լինելը: Այս ոսկորներից ամեն մեկը մեզ մի բան է պատմում: Օրինակ, այս եղջյուրները կրող կենդանիները, գիգանտ եղջերուները, ապրել են մեծ ու հաստաբուն ծառեր ունեցող անտառներում: Ամռանն արածում էին այդ անտառների բացատներում, իսկ ձմեռն ուտում էին ծառերի ու թփերի բողբոջները: Ուրեմն մեր այս քանդերում առաջ մեծ անտառներ են եղել: Նշանակում է, այս երկրում կան պայմաններ անտառների աճման համար: Ուրեմն մենք համարձակ կերպով պետք է մեր լեռների լանջերը պատենք մատաղ սունկերով: Եվ երբ մեծանանք, կգանք այդ անտառներում արջեր ու եղջերուներ որսալու: Աշոտը ոգևորված և կերպարանափոխված զննում էր ոսկորներն ու սուտ ու շիտակ շարում իրար հետևից: Սա նապաստակի ոտ է, իսկ սա հայկական մուֆլոնի վեգ: Այս ատամն իշի է, գուցեև Վայրի իշի, իսկ սա ձիու սմբակ է, սրանք էլ շան ոսկորներ են: Գիշատիչ գազանները այրը օգտագործել են որպես որջ: Այստեղ էին բերում նրանք իրենց ավարը, հոշոտում և ոսկորներն իհարկե դուրս չէին թափում, այլ թողում էին այրում: Մալադեց, հետո՞: Հավանություն տվեց Գագիկը, որ ժամանակավոր հակառակորդի իր դիրքը թողած, արդեն չէր կարողանում թաքցնել հիացմունքը ընկերոջ հանդեպ: Ինչքան բան գիտեր Աշոտը բնության մասին, որ իրենք չգիտեն: Այդ մնացորդների համար այրն էին մտնում մանր գազանները և իհարկե նրանց մի մասն ընկնում էր ուժեղների ճանկը և զոհ գնում: Շարունակեց Աշոտը: Խելքակտուր բաներ ես ասում, հը՞: Դարձավ Գագիկն ընկերներին: Ասա, շատ խելոք բաներ ասացիր, բայց ամենից կարևորը չասացիր: Մեր սիրելի Հովազը ինչի համար էր եկել մտել այս անձավը: Պատանի բնասերը մի պահ մտածեց, ապա կարծես մի կարևոր բան հիշեց և գյուտ արած մարդու նման նրա դեմքը պայծառացավ, լուսավորվեց: Այս անձավը գազանների համար գերեզմանատուն է եղել: Ժպտալով պատասխանեց նա: Այստեղ գալիս էին նրանք մեռնելուց առաջ, մտնում էին գետնի տակի խոր և մութ խորշերը և մեռնում այնտեղ: Ես մեր գյուղի ծեր որսորդներից եմ լսել դա:
Ասում են, մեռնող կենդանին միշտ ուզում է աչքից հեռու մի մութը տեղ մեռնել։ Այ հիմի հավատում եմ, որ որսորդ ես, քանի որ քեզանից 2 շաբաթով մեծ եմ, արի ճակատդ մեծավարի պաչեմ, հիմի որ մեր պետն ես։ Կատակով ասաց այս խոսքերը Գագիկը, բայց ասաց զգացված խորին բավականությամբ։ Իրոք, ինչ լավ է, որ քո կյանքի ամենանեղ օրին կողքիդ կանգնած է ուժեղ եւ խելացի ընկերդ։ Սրանից հետո ինչքան որ ճառ ասես ներելի է, քեզ հալալ է, ծիծաղելով ավելացրեց նա։ Ապա մի կտոր ածուխ վերցրեց եւ քարայրի ճակատին մեծ տառերով գրեց. Կենդանիների գերեզմատուն։ Հայտնաբերել են Այգեձոր գյուղի Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցի բնասերները իրենց պետ Աշոտ Սարոյանի ղեկավարությամբ 1953 թվականի դեկտեմբերի 18-ին։ Ետ էր կանգնել Գագիկը, ձեռքերը կողերին կանթած նայում էր իր գրածին ու հրճվում։ Այ քեզ հուշատախտակ, բա որ ասում էի վերջը լավ կլինի։ Աշոտը ձնե գնդակ պատրաստեց եւ նրանով ջնջեց իրենց պետ Աշոտ Սարոյանի ղեկավարությամբ բառերը։ Առաջ իր անունը չէր ջնջի, ակամայից անցավ Շուշիկի մտքով։ Նա ոչինչ չասաց, բայց ժպտաց Աշոտին, իսկ սա գոհ իր արածից կարծես ինքն իրեն արտասանեց։ Այդպես ավելի լավ է։ Դե շարժվենք, արդեն ուշ է։ Արեգակը մայր էր մտել, նրա վառած հրդեհներն արդեն մարում էին լեռների հետև, երբ մեր պատանիները իրենց բեռները վերցնելով քայլեցին դեպի Ճգնավորի այրը։ Այժմ նրանք բոլորովին խաղաղված էին հոգեպես։ Այժմ արդեն պարզ էր, որ իրանք ոչ միայն չեն ոչնչանալու, այլև որոշ օգուտ են բերելու երկրին եւ գիտությանը։ Գլուխ 77 թե ինչպես խաղաղությունը վերջնականապես մտավ Հովազաձոր։ Այո, հիմա որ կարելի էր խաղաղ ապրել։ Մեծ արկածներից եւ մեծ ապրումներից հետո մեր պատանիները նորից բոլորել էին օջախի շուրջը եւ խոսում էին իրենց առօրյա մանր հոգսերից։ Հասոյի ուշք ու միտքը ոչխարների կողմն էր։ Ով ավելի շատ կհասկանար հովիվ պատանուն, եթե ոչ իր քուրացու Շուշիկը։ Աշոտ, թուխիկի գառներին ընտելացնելը դու կարևոր չես համարում, հարցրեց նա։ Ոնց կարևոր չեմ համարում։ Եթե ձմեռը այստեղ մնալու լինենք, ոչխարներն են մեզ փրկելու, արջի միսը մեզ կբավականացնի, սպասիր հաշվեմ։ Քո բանը չի, մեջ մտավ Գագիկը ու սկսեց վրա տալ։ Մարդս 600 գրամ օրապահիկ կանի, օրական 3 կիլո, ամսական 90 կիլո, 2 ամսում 180 կիլո։ Աշն այդքան չի լինի, 20 կիլո էլ այծի միս կունենանք, դա էլ մի շաբաթ, ուրեմն թուխիկին մորթելու հերթը կհասնի փետրվարի 21-ին։ Չէ, օրապահիկը շատ նշանակեցիր, բողոքեց Հասոն, նա հույս ուներ համոզելու ընկերներին, որ մսի պաշարը խնայողաբար գործածեն, որպեսզի հերթը երբեք թուխիկին չհասնի։ Ինչի ախպեր ջան, էսկիմոսները օրական 5 կիլո ճարպ կուտեն, մենք գոնե մի կիլո միս չենք ուտի։ Այո, կիլոից ոչ պակաս, պնդեց Գագիկը։ Այդ հաշվով մենք ուղիղ 40 օրվա պաշար ունենք։ Գնա, ինչ հնար ունես, գործադրիր, բեր թուխիկի գառներին։ Հասոն իհարկե կգնա, բայց ոչ այդ նպատակով, կգնա իր սիրած կենդանիների հետ օրն անցկացնելու։ Թույլտվություն ստանալով նա շարժվեց դեպի ոչխարանոց, իսկ Աշոտը կացինը վերցնելով գնաց ծառ կտրելու։ Դա նրան ավելի հարմար զբաղմունք էր, քան ցեղ տրորելը։ Իսկ Բրուտ Գագիկը իր բրիգադով, այնպես էր արդեն նա անվանում Շուշիկին ու Սարգսին, սկսեց ցեղ խունցել։ Գիտես ինչից է, որ ես էսպես տաղանդավոր բրուտ եմ, հարցրեց Գագիկը Շուշիկին։ Ախր մի ժամանակ հայրս աշխատել է կոլխոզի բրուտանոցում։ Պարզ է, որ նրա տաղանդը ժառանգաբար անցած կլինի ինձ։ Շուշիկը ծիծաղում էր մեղմ ու անձայն։ Քիչ հետո Հասոն վերադարձավ ոչխարանոցից եւ հոգնած ու հուսահատ մեկնվեց իր թախտին։ Մոտ չեն գալի, բոլորովին վայրենացել են, ասաց նա տխուր։ Վերադարձավ եւ Աշոտը մի ծանր փայտ ուսին։ Երբեք գերի պատանիները այդքան հանգիստ ու խաղաղ չէին եղել, որքան այդ երեկո։ Բայց խաղաղությունը շուտով կարոտ ու թախիծ բերեց իր հետ։ Այն ժամանակ Աշոտը կրկնեց իր սովորական խնդիրքը. Դե Հասո ջան, հերթը քոնն է, մի քրդական անուշ բան երգիր լսենք։ Եվ Հասոն երեսը շուռ տալով դեպի այրի մութ անկյունը, սկսեց իր զրնգուն ձայնով երգել քուրդ բանաստեղծ Ջասմե Ջալիլի հորինած երգը։ Բերիվանե, ում է կանչում այդ նվագին ձայնը հստակ, ուր է տանում գյուղամիջի ճամփեն բարակ,
Ով է կանգնել չինար բոյով չինարու մոտ, ով է այդպես ճամփեն շեղել սիրակարոտ։ Հասոն նվագում էր այսպես Շուշիկի ներկայությունից շփոթված շարագունած, իսկ Թուխիկը խոտը բերանին կիսածամել ականջ էր դնում այնպես տարված հմայված, ինչպես մի ժամանակ բոյնախն էր տարվում իր տիրոջ նվագով։ Իսկ գառնուկը իր սովորական տեղն էր, տաքանում էր Շուշիկի գոգին։ Բայց ուր մնաց Շուշիկի մյուս սիրելին Ոզնին։ Նա ամբողջ ցերեկը մռափում էր իր անկյունում եւ հենց մութն ընկնում էր, փշփշոտ գնդակի նման գլորվելով դես-դեն էր ընկնում, հոտոտում ինչ պատահեր, ուտելիք էր փնտրում։ Այդ երեկո սակայն նա դուրս չեկավ իր թաքստոցից եւ դրանով մտահոգություն պատճառեց աղջկաս։ Նա կրակի մոտ բերեց իր ոզնուն, փեշի մեջ դես-դեն գցեց ու լացակումած ասաց. «Աշոտ, հիվանդացել էին ոզնին, տես չի քայլում, չի ուտում»։ Իրոք, կենդանին թույլ ու անտարբեր ընկած էր նրա գոգում։ Քնում է, ձմռան քուն է մտնում, մի արթնացնի։ Բեր տանենք իր բույնը։ Նրանք երկուսով ժայռի խոռոչը խոտ ու տերև լցրին, ոզնուն խցկեցին նրա մեջ եւ ետ եկան։ Այլևս ոչ ոք չանհանգստացնի նրան, արդեն քնեց, միչև մարտ ամիսը։ Այո, սրանից հետո հանգիստ կքնի, էլ ծուխը բծավ։ Այս ասելով Գագիկը ձեռքի կեռ փայտով կրակից մեկ-մեկ հանեց կավե շիկացած խողովակները եւ քաշ տվեց դեպքի շեմքը։ Քիչ անց խողովակները հովացան եւ խումբը զբաղվեց իր վառարանը կատարելագործելով։ Երբ իրար հագցված խողովակների ծայրը հասավ դռան գլխի անցքին, հասոյի ուսերին կանգնած Գագիկը հագցրեց վերջին արմունկը, նրա ծայրը դուրս հանեց ու վերևից գոչեց. «Ջան, շնորհքով վառարան էլ ունեցանք»։ Վառեցին կավե նոր վառարանը եւ մնացին բերանները բաց։ Այնպես էր կրակը գվգվում խողովակների մեջ, կարծես առաջնակարգ հնոց լիներ։ Ինչ ծուխ, ինչ բան, անշնորհ տեսքով, բայց կատաղի վառվող վառարան էր դա, որ կլանում ու ճարճատելով կրակ էր դարձնում, ինչպիսի թաց փայտն էլ, որ մեջը գցեիր։ Օջախի ծխի մնացորդները քաշվեցին, անհետացան, անձավի օդը դարձավ մաքուր եւ գոլ։ Շատ ագահ վառարան դուրս եկավ, սրան փայտ կդիմանա, ասաց Աշոտը։ Իսկապես, այդ թափով եթե վառեին, Հովազաձորի աղքատ ու բզկտված կաղնուտները 10 օր չէին դիմանա։ Բայց վառելիքի հարցը լուծվեց բոլորովին անսպասելի եւ անակնկալ կերպով։ Շուշիկ ջան, ես ուզում եմ քիմիայի գծով ճակատամարտ տամ Աշոտին, տեսնեմ կդիմանա, հարցրեց Գագիկը։ Իսկապես, Գագիկ, դասերին կարոտել եմ, եկ մի քիչ զբաղվենք, ժամանակ անցնի։ Այո, երբ կրակին անմահական ճաշ է եփում, պետք է մի բանով զբաղվել, թե չէ մարդ կարող է ուշաթափվել։ Նրանք սկսեցին ածուխով խնդիրներ լուծել հատակի սալին։ Վեճ բացվեց այն մասին, թե ինչպես զանազանել օրգանական նյութերը ոչ օրգանականից։ Այստեղ նրանք տաքացան եւ Աշոտը շպրտեց. «Վիճում է այն բանի մասին, որից չի հասկանում», բայց Գագիկը կատակի տվեց. «Աշոտ, զգույշ արտահայտվիր, թե չէ մեկ էլ տեսար վերընտրություն անցկացրեցին»։ Շուշիկը սրտանց ծիծաղեց. «Իսկապես, ինչ ընտրություններ»։ Աշոտը շիկնեց, բայց ստիպված ինքն էլ հաշ ծիծաղեց։ «Վիճելու բան չկա», մեջ մտավ Սարգիսը։ «Գցիր կրակը, վառվեց, ուրեմն օրգանական ծագում ունի, չվառվեց, անօրգանական աշխարհից է»։ «Էս քարն էլ է հնոցում վառվում, կիր դառնում, ուրեմն սա կենդանի է եղել», ձեռքը այրի պատի ապառաժին խփելով առարկեց Գագիկը։ «Իհարկե, կրաքար է, չէ՞, իսկ կրաքարն ինչի՞ց է առաջ եկել, պատյանավոր մանր խեցիներից։ Սպասեցեք, չշարունակեք վեճը, գլխումս հանճարեղ մտքեր են ծնվում», մատը ճակատին դնելով գոչեց Գագիկը։ «Ուրեմն ձեր այդ տեսության հիման վրա լուծվեց մեր վառելիքի հարցը։ Իմ վառեկները օրգանական ծագում ունեին, թե ոչ, էն որ գնացին լուսահոգի Արջի փորը։ Օրգանական, իսկ նրանց աղբը ինչ նյութից է առաջ եկել, նույնպես օրգանական։ Մոծակներ, բզեզներ, թիթեռներ, հատիկներ։ Գագիկն այլևս չշարունակեց։ Նա վեր կացավ, փայտի վրայից մի լայն կեղև պոկեց, նրանով մեկ չղջիկի աղբ լցրեց վառարանը եւ ձեռքերը կողերին կանթած հպարտ-հպարտ նայեց ընկերներին։ «Մի տեսեք ոնց է բռալով վառվում։ Գյուտիս համար կպարգեւատրեք մի աման ճաշով։ Այ հիանալի վառելիք։ Տասնյակ տարիների ընթացքում այրի թևավոր բնակիչներն այնքան օրգանական ծագում ունեցող նյութեր էին կուտակել, որ նրանով կարելի էր 2 շաբաթ անընդհատ տաքացնել այրը։ Լավ է,
Վառելիքի հարցն էլ լուծվեց, վառարանի հարցն էլ։ Դրսում առատ ձյուն էր տեղում։ Թեժ վառարանի առաջ նստած հովազաձորի կերիները խաղաղ երազում էին։